Ավելի շատ սիրում եմ բողոքող հաճախորդի։ Ոնց որոշեցիք զբաղվել գործարարությամբ ու հիմնել Արտլանչը։ Կինս մայրս էփում էին, ես էլ առաքում էի անում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ մտնում ու ասում են ուր է այս ջուտը, որ ուտենք։ Մտածեցա շատ հետաքրքիր տարբերվող, ասես որ ազգայինը պարզվեց Գյումրվա խոհանոցն է։ Ինչ սկզբունքով եք ընտրում գործընկերներ։ Հիմա իդեաների պակաս գոյություն չունի։ Փողը կա, բիզնես իդեան կա, անողը չկա։ Շուկա մուտք գործելու պիկի ժամանակ, երբ ամեն ինչ այսպես բումի վրա է, թե ճգնաժամային փուլում։ Ընտրոնացել ենք իտալական շուկայի վրա այս պահին 5 հյուրանոց արդեն ձեռք ենք բերել, վերցրեք այն ռիսկը, որը չի կործանի ձեզ։ Ֆինանսների կառավարման ինչ մոտեցումներ ունեք։ Որ լսեցի, ասացի ներդրում անում եմ ստեղ, իհարկե անում եմ, ինձ հետաքրքիր է, ասում են, այս ինչ բան արի ստեղ անենք, ասում եմ փող չունեմ, զարմանում են, ասում են ոնց փող չունեմ, Ողջույն, ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Իդեպ մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Իդեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը Բակուր Մելքոնյանն է, Արտլանչի համահիմնադիր եւ Մանթաշյանց ու Club Capital բիզնես ակումբների համահիմնադիր։ Բակուր ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ ջան։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Այն ճանհարմար հարցից սկսեցինք։ Տանը նախաճաշում եմ, մի քիչ ուշ եմ արթնանում, իհարկե եթե պայմանավորվածություններ չեմ ունենում, այդ ժամերին եմ մոտավոր տնից դուրս գալիս։ Իսկ երեկոյան 10:30-ին։ Երեկոյան 10:30-ին նույնիսկ հանդիպումներ են դեռ լինում։ Որովհետև եթե մենք նաև դրսի հետ ենք աշխատում, դրսի հետ հենց նույնիսկ Եվրոպայի հետ իրենց հարմար ժամերը, հենց աշխատանքից հետո հենց այն ամենահարմար ժամերն է ստացվում 7-ի կողմերը 7:30։ Շատ լավ։ Կուզեմ մեր զրույցը սկսենք Արտլանչի պատմությունից։ Ոնց սկսվեց, հա, ոնց որոշեցիք զբաղվել գործարարությամբ ու հիմնել Արտլանչը։ Իրականում այդ գաղափարը կնոջս մոտ եկավ, ես շատ պատմել եմ դրա մասին, որ մենք դրսում էինք եւ արտերկրում օգնում էի ընկերոջս մորը ապրանք բերելու, թարգմանելու, զրուցելու եւ մեծ գործարարներից մեկի հետ հանդիպման ժամանակ ինքը առաջարկեց լանչ անել։ Մենք էլ ասացինք դե ժամանակ մինչև դուրս գանք քաղաքից դուրս ենք նորից հետ գանք, ասաց չէ, սա կպատվիրակեմ եւ տեսանք ոնց են բերում դրսում, պատվիրակած ամեն ինչը մեկ անգամի օգտագործման սպասքով ու եկանք որոշեցինք, որ մենք էլ պետք է անենք մեր տնից, կինս ասաց, ես էլ իհարկե ոգևորվեցի եւ օգնեցի այդ process-ը որպեսզի կայանա եւ տանը սկսեցինք էփել, կինս մայրս էփում էին, ես էլ առաքում էի անում։ Լավ, իսկ ոնց զարգացավ Արտլանչը հետո։ Տենց ինքը շատ դժվարությամբ բնականաբար, քանի որ գիտեք ոնց է պարտադիր ինչ որ միտեղ գնալուց, ինչ որ հիմնարկություն մտնելուց անպայման ուզում էին փորձառություն, առաջի դեպքերն էր, երբ մենք արդեն հիմնարկներից մեկը հասկանալով, որ այդ փորձառությունը այդքան էլ էական չի, որտեղ մեծ մասը առաքումների գալիս էր մեր կազմակերպությունից դեպի իրանց հիմնարկ եւ իրանք առաջարկեցին տեղում աշխատացնել իրենց ճաշարանը եւ դա եղավ ոնց որ առաջի մեր կետը, որից հետո արդեն մի քիչ ավելի հեշտ է երկրորդն էլ փոքր դժվար, հետո կամաց արդեն աշխատանքը սկսում ես ցույց տալ եւ քեզ սկսում են ճանաչել, հիմա արդեն առաջարկներն ենք մենք ֆիլտրում, շատ են մենք ենք ֆիլտրում հասկանալու համար, որոնք են ավելի առաջնային, որոնք են ավելի հետաքրքիր։
Բայց այդ ամենը սկզբում, շուկա մուտք գործելիս, երբ չունեիք դեռ որևէ փորձ, ինչ դժվարություններ ու գուցեև հակառակը հնարավորություններ են այդ շրջանում ձեզ համար բացվել մուտք գործելիս այդ շուկա։ Ոնց է մի հատ շատ լավ գործարների մոտ խոսք կա, ասում է չի սխալվում այն մարդը, որ ասում է ոնց անեմ ընկերներս, ոնց անեմ որ չսխալվեմ, ասում է ոչինչ մի արա։ Ավելի շատ սխալվում այն մարդը, որ շատ բան անում, այսինքն ինչքան շատ ես անում, այդքան շատ է սխալվում, հավանականությունը սխալվելու շատ ավելի մեծ է, բայց ես միշտ ասել եմ, սխալվել բառափոխում ենք փորձառություն ձեռք բերելու հետ եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը, այսինքն ինչքան շատ անում ես, ինչքան շատ փորձառություն ես ձեռք բերում, այնքան դու ավելի հմուտ ես դառնում գործի մեջ եւ դա է, այսինքն մենք դրա մեջ սովորել ենք եւ դրա մեջ ոչ մի ոնց որ ամոթ բան չկա, որ մենք նաեւ ինչ որ սխալներ ենք արել, նույնիսկ այդ մի փոքրիկ զավեշտալի դեպք ուղակի ստեղ շեղում կատարեմ, երբ մեզ առաջին անգամ պատվիրակեցին ուզբեկական փլաֆը, որը կար մեր մենյուում, այն թվերին երիտասարդները չեն պատկերացնի ինչ են պատմում, բայց կար dial-up կոչվածը, որով կպնում էինք ինտերնետին եւ այդ ինտենչի ու մոտավորապես որպեսզի իրանց պատկերավոր լինի, 1 ժամում ինքը մոտավորապես քաշում էր մի 100 մեգաբայթ ինչ որ ինֆորմացիա եւ գիշերն էին կպնում, որտեղ հեռախոսով որ տնից զանգում էին, բջջային չկար, դա էլ հնարավոր չի երիտասարդները որ պատկերացնեն, բայց երբ որ զանգեր գալիս տնից տուն մեկ զանգում էր, այդ dial-up-ը անջատվում էր, նորից պետք է կպնեիր ինտերնետին, դա համար գիշերներն էին կպնում ու ինտերնետից քաշել էի բաղադրությունը ուզբեկական փլաֆի եւ ուղարկեցինք առաջի օրը եւ զանգ եկավ, ես այ զանգերին պատասխանում այդ հիմնարկությունից միջազգային կառույց էր եւ ասացին, որ մենք չենք ստացել ուզբեկական փլաֆ, ես է զարմացած ոնց բան, բա ինչ ասած ուզբեկական փլաֆի տեղը եկել է խաշած բրինձ եւ խաշած հավի միս, դե ասում եմ դա է ուզբեկական ինձ ճանաչում էին ճիշտն ասած իրենք ու լավ տես ծիծաղեցինք, պարզվեց, որ պարզապես ինտերնետը կեսից կտրվել է եւ ես միայն քաշել եմ սկիզբը, երբ բրինձն ես քաշում եւ հավի միսը, հետագա սող, գազար, չգիտեմ, այլ համեմունքներ կտրտել, խառնել այդ process-ները չի երևացել եւ այդ ձևով ենք առաջի ուզբեկական փլաֆը ուղարկել։ Այդ ժամանակներին համապատասխան ծառայություն եք մատուցել, ոնց ինտերնետներ աշխատում։ Այո, իրականում մենք ուղարկում այդ ժամանակ ուղարկեցինք անվճար մեր կողմից, այսինքն քայլեր, մենք ընդունեցինք մեր սխալը, ամենակարևորը լսել հաճախորդի եւ հաճախորդների սխալով, երբ ասում են հաճախորդը բողոքող հաճախորդը, իրականում ես ավելի շատ սիրում եմ բողոքող հաճախորդին, որովհետեւ բողոքող հաճախորդը ինչ է նշանակում, ինքը փորձում է ինչ-որ մի բան ուղղել, փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնելու միջոցով ուղղել եւ շարունակել օգտվել։ Հիմա եկեք վերցնենք երկու հաճախորդ, մեկը պարզապես նայում է, որ վատա թողում գնում է, եւ մյուսը տեսնում է վատա ու բողոքում է, որն է լավ։ Տեսա վատա թողեց գնաց, ոչ դուք իմացաք, որ վատ է ձեր մոտ ու հաճախորդին էլ կորցրեցիք։ Երկրորդ հաճախորդը բարձրաձայնում է, որ վատ է, ինչի լսելով դուք սկսում եք ուղղել համել, մնում է ձեզ հաճախորդ։ Կարճաժամկետում շատ կազմակերպություններ հենց առաջին մոտեցման կողմնակիցն են լինում, չգիտակցելով այդ կորուստները։ Ավելի լավ բան չլինի, ես անձամբ երբ զբաղվում էի օպերացիոն բիզնեսի մեջ օպերացիոն այսինքն օպերացիոն գործողություններով ամբողջապես բիզնեսի մեջ է, ես անձամբ էի շփվում հենց բողոքող հաճախորդների հետ մեծ հաճույքով, որտեվ իրենցից էի սովորում, թե ինչա պետք անել, հաճախորդը ինչ դրանից լավ researching, հիմա ենք դες բառը սովորել market researching նման, դրանից լավ researching, այսինքն լսել feedback հաճախորդից, դրանից լավ ինչ հաճախորդը ուղղում է, քեզ ասում է ինչ է ուզում ինքը, եւ վերջ։ Իսկ հիմա հետադարձ կապ ապահովում եք ձեր տարբեր բիզնեսներով, ինչ մոդելներով։ Դե հիմա արդեն ոնց որ ավելի մեծ թիմ է աշխատում, այդտեղ զանգերի պատասխան, մարքեթինգային թիմ, վաճառքի թիմ, այսինքն արդեն թիմը բնականաբար բավականին մեծացել է եւ կան նոր տեխնոլոգիաներ, պատասխանում են, արձագանքում են, հիմա էլ մի քանի օր առաջ սկսել են AI կիրառել, ինչ որ sense բաներ են AI բոտեր զանգերու հատվածում, չէ, ինչ որ պատասխանները ֆիլտրացն, բաները, բողոքները ֆիլտրացնելու եւ անմիջապես ոնց որ համապատասխան բաժիններուն ուղարկելու կապված մենյուի հետ, ուշացման հետ, թե ինչի հետ դրա հետ կապված ոնց որ ավելի ֆիլտրացում կատարելու նման։
Իսկ քանի մասնաճյուղ ունեք հիմա։ Որ ասում եմ, չգիտեմ, մտածում են բան են անում, բայց իրականում 50-ից հետո չեմ հաշվել, արդեն ոնց որ բացվում ենք, նոր կետեր բացվում, ոնց որ այն կետերը, որոնք հարմար չենք օպտիմիզացնում ենք, փակում, բացում, անդադ process-ի մեջ ենք շնչում, էակա ինքը եւ ամենօրյա այսօր հենց սրանից առաջ գալուց մենք օֆիցիալ բացում արեցինք Ucom-ի բանում, հիմնարկության մեր ճաշարանը բացեցինք, այնպես որ ամեն օր տենց այս մի ամսվա մեջ եւս 3 կետ ունենք բացվող։ Շատ լավ, շնորհավորում եմ։ Եվ մի հատ լավ նորություն դրանց միջից, որ վերջապես մենք շատ էինք ուզում Գյումրիում կբացվենք մեծ արտլանջ։ Ընտիր, շատ լավ, առաջիկայում կսպասենք ուրեմն Գյումրու բացմանը։ Ունեք նորարարական գաղափար կամ պատրաստի պրոդուկտ, որը կարող է դուրս գալ միջազգային շուկա, TCF-ի prelaunch.com հարթակը կօգնի թեստավորել, արդյոք ձեր արտադրանքն ունի պահանջարկ, նախքան արտադրելը կամ շուկա դուրս բերելը։ Հարթակին արդեն վստահել են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Audi-ն, Bosch-ը, Ducati-ն։ Կարծիքներ հավաքագրելուց բացի prelaunch.com-ում մարդիկ թողնում են փոքր դեպոզիտներ, ցուցաբերելով իրական գնորդի վարքագիծ։ Եվ սա հստակ ուղեցույց է հասկանալու ինչ արտադրել, ինչպես բարելավել եւ ինչպես դիրքավորվել շուկայում։ Թողնում եմ գործիքի հղումը։ Իդեպ, TCF ընկերությունում կան նաեւ ազատ աշխատանքային հաստիքներ։ Ծանոթացեք եւ դիմեք։ Ինձ հետաքրքիր է երկուսով եք սկսել դուք եւ ձեր կինը, ոնց եք կարողացել այդ բնականաբար այդտեղ ջանք եք շատ դրել, շատ զգուշությամբ եք մոտեցել, հասնել արդեն մեծ թիմի կառավարման, մինչեւ այն աստիճանի, որ դուք անձամբ այլևս չեք զբաղվում։ Այդ մասին Այդտեղ շատ կարևոր է, միշտ ես շեշտում եմ, շատ կարևոր է հասկանալ, որ եթե դուք բիզնես գործարը փորձի գտնել ինչ-որ մեկին, որը կկատարի իր փոխարեն իր աշխատանքը, երբևէ արդյունքի չի հասնի, որովհետև նման անձնավորություն գտնելը ոչ թե անհնար է, այլ այնքանով է հնարավոր, որ այդ անձնավորության գտնելու դեպքում ինքը կզբաղվի բիզնեսով, եթե ինքը ունի այդ կարողությունները, որ կարողանա այդ կազմակերպչական գործողությունները անել, ինչ որ անում եք դուք, բնականաբար ինքը կսկսի իր բիզնեսը, եթե ինչ-որ կարճաժամկետ գտնեք, նա չի պատրաստվի երկարաժամկետ ձեր մոտ աշխատելու։ Այդ դեպքում հարցնում են ելքը որն է, ելքը գործի բաժանումն է, սիստեմա դնելը եւ ձեր գործը ճիշտ բաժանելը։ Մենք հաշվում ենք, որ ընդհանրենք այն աշխատանքը, որ ես ու կինս էինք անում, հիմա առնվազն մի քանի 100 հոգի է մեր փոխարեն այդ աշխատանքը անում։ Արդյոք դա ավելի լավ են անում, բնականաբար հաստատ ավելի լավ են անում, որովհետև ամեն մեկ ավելի մասնագիտացված եւ պրոֆեսիոնալ խորացված է իր գործը անում, եթե այն ժամանակ հաշվապահություն, ֆինանսներ, գնումներ, վաճառք, չգիտեմ, այդ ամեն ինչը անում էինք մենք ես եւ կինս, հիմա անում են բնականաբար մի քանի 100 հոգի այդ աշխատանքը։ Ու հետո այդ բիզնեսում bottleneck-ի տերմինը կա, չէ՞, եթե դու չես աճում եւ չես վստահում թիմիդ այդ նույն աշխատանքները չես պատվիրակում, ինչքան էլ գործընթացը մեծանա, գումարը հնարավորությունները մեծանան, միևնույնն է այդ բանի շշի նեղ անցքով պիտի անցնել, որը պայմանավորվում է երկու հնարավորություն չի տալի, մի շատ լավ բան կա, ես շատ վաղուց էր դե երևի մի 8-9 տարի առաջ էր կամ 10 տարի առաջ, երբ առաջ անգամ մի շատ մեծ գործարարի հանդիպեցի դրսից, մինչև այդ մեր մոտ ոնց էր, նույնիսկ մինչև հիմա էլ պահպանված կա այդ ստերեոտիպը, ոնց է այն գործարարը փորձ, որը ավելի բան ասում են, հələ նա ինչ ուժեղ գործարար անընդհատ զանգերա ձեռքին գալի, անընդհատ պատասխանում, անընդհատ sense խառնա զանգ հետևից, ես մի հատ այնց հանդիպում էի ունեցել մի գործարարի հետ ու այնց անընդհատ զանգեր գալի, ես էլի մեջ տպավորվածել է ինչա, հետո հանդիպեցի այդ շատ կալիբրով անհամեմատ ավելի բարձր եւ մեծ հարուստ գործարարի հետ, ինքը եկավ Հայաստան, մենք մնացինք այդտեղ իրար հետ տվեցինք 3 օրվա մեջ ինքը ստացավ 3 թե 4 զանգ ու ես որ իր հետ խոսացի, ասես թե ինձ իրավունք ունի զանգելու այն էլ չեպեների դեպքում, հա, առանձնատու լուրջ դեպքերում 6-ից 7 անց։ Եվ հետո որ արդեն մենք մեր մեխանիզմն էինք դնում, արտլանչի կառավարման համակարգն էինք դնում, կանչել էինք մասնագետ, պարզվեց, որ դա միջազգային ստանդարտ է, որ մեկ անձը կարա պատասխանի եւ կառավարի 6-ից 7 անձի։ Եվ հեչ նորմալ չի, որ ձեզ կարողանում է հավաքարարից բռնած, մինչև, չգիտեմ, վաճառքի տնօրեն զանգ ունենա կամ մենեջերից բռնած խոհարարից վերջացրած, այսինքն ինքը պետք է լինի այդ իերարխիան, որպեսզի արդյունավետ լինի։
ինքը պետք է լինի իր պատասխանատու վերևերն մյուս պատասխանատու, մյուսի վերև մյուս պատասխանատու, եւ այդ մեխանիզմը գծելով մենք եկանք բավականին լավ արդյունավետության, թե ժամանակի առումով, որովհետեւ դուք պետք է ճիշտ ժամանակը օգտագործեք, ինչի մեջ եք դուք հզոր, ինչի մեջ է հզոր գործարարը, նա կազմակերպչական եւ նաեւ ավելի շուտ նոր իդեաներ ձեռնարկելու եւ նոր իսկ իր ժամանակը ծախսելով են ներքին օպերացիոն մանր հարցերը լուծելու եւ չվստահելով թիմին եւ չդնելով մեխանիզմ ինքը ընկղվում է այդ փոքր մանրուքների մեջ եւ աճ չի ունենում փաստացի։ Դուք հիմա կարողանում եք ազատ ժամանակ ունենալ նորարարությունների, նոր գաղափարների Ես համար։ իմ ժամանակի իմ բուն բիզնեսից, որի մասին նշեցի, կարգանչի մասով ես գրեթե 5% չի ասնում իմ ժամանակի տրամադրվածությունը այնտեղ, շատ փոքր տոկոսով եմ անում, ավելի շատ իմ այլ ծրագրերին են այս պահին, որոնք նոր ծրագրեր են, բայց այնտեղ էլ ես ոչ թե օպերացիոն բանով եմ մտել, ավելի շատ կազմակերպչական, վաճառքի եւ մարքեթինգային խորհրդատվական, ներդրող որպես նման ձևերով, որպես այնպես գետնի վրային, որ 0-ից սկսել էինք արտլանչը, այտենց բիզնես էլ երևի թե ոչ ժամանակ, ոչ էներգիա չունեմ, ավելի հետաքրքիր է ուրիշ բիզնեսով զբաղվել։ Շատ լավ։ Կուզեմ արտլանչի թեման սահմանափակելով նաև սննդի մասին մի հարց տալ։ Շատերի մոտ տպավորություն է, որ Հայաստանի սնունդը որակապես ավելի բարձր է ի համեմատալ երկրների սննդի։ Ուզում եմ հասկանալ դա մեր քիմքին բնորոշ ուղղակի առանձնահատկություն է, որ մենք սովոր ենք մեր ուտելիքն ուտել, թե իսկապես որպես գաստրոտուրիզմի երկիր կարող ենք լինել մրցակցելի եւ առաջատար դիրքերով։ Ցավոք սրտի մի քիչ է տենց չի, հայկական խոհանոցը շատ կորցրած տեսականներ ունի, իրականում բազմաշերտ ու հարուստ է, բայց դրանք կորցրած են, այդ ավանդական մենք որ ասում ենք միշտ դրսի արտասահմանցիներ որ գալիս են տանք խորոված ուտելու, այդ խորովածը հայկական ուտելիք չի, կան շատ անհամեմատ ավելի հետաքրքիր եւ ազգային խոհանոցին հատուկ ուտեստներ, որը պետք է զարգացնել տանել առաջ, որովհետեւ խորոված երևի թե ամբողջ աշխարհում կա խորովածը ոչինչ չեք կարող ասել, չեք կարող զարմացնել հաստատ եւ այստեղ պետքա լինենք ազնիվ, որ նաեւ ուղիղ ասենք, որ այնպես չի որ հայկական խոհանոցը իր բազմազանությամբ աշխարհի երևի 11-ի մեջ մտնում է, հաստատ չի մտնում ցավոք սրտի, բայց գիտեք ոնց է դուք կարաք աշխատանք տանեք, կարաք գտնեք որտեղ օրինակ մենք շատ հետաքրքիր օրինակ մենք չենք պատկերացնում մենք ազգային խոհանոցի օրեր ենք տալիս մեր արտլանչում եւ օրերից մի օր մտա տարօրինակ բան տեսականի տեսա ասես որ ազգային խոհանոց շատ հետաքրքիր է ինձ էլի ես ու կինս որ պատտվում ենք ամբողջ աշխարհում որ երկիրը հավանում ենք այդտեղ ազգային խոհանոցը սկսում ենք փորձել հավանել մենյուներ հավաքել խոհարարների հետ խոսել ինտերնետից քաշել ինֆորմացիա մտածեցի շատ հետաքրքիր տարբերվող ասես որ ազգայինը պարզվեց Գյումրվա խոհանոցն է, այսինքն Գյումրվա խոհանոցը այդքան տարբերվում է, այդքան տարբերվում է հաստատի հայկական խոհանոցի մեջ ինչ որ տես ճյուղա, որը շատ տարբերվում է, այսինքն աշխատանք կա անելու, եթե ճիշտ աշխատանք տարվի, այսօր լավագույն բանը լավ գիտեք մարդը այսօր 21-րդ դարի մարդը ասենց ասեմ 90%-ը վճարում է ոչ թե ինչքան էլ տարօրինակ հնչի ոչ թե գնի եւ որակի համար, այլ վճարում է էմոցիայի համար, ինչքան դուք իրան էմոցիա օրիգինալ մոտեցում կցուցաբերեք, ես չեմ ասում ուտելիք թունավոր եւ վատը լինի, բայց դրանից հետո ինչքան էմոցիա կտակ մարդուն, դրանից է կախված ինչքանով ինքը ոգևորված կգնա բան, դուրս կգա այդ քո երկրից տպավորված։ Ճիշտ է։ Իսկ ունեք ինչ-որ պատմություններ էմոցիոնալ այդ բաների առումով, որ գործածել եք ձեր կամ արտլանչում կամ այլ բիզնեսներում։ Նայեք, ես կարամ դե իհարկե մենք գործածել ենք, բայց ես կարամ օրինակ դրսի օրինակները բերեմ, որտեղ որ շատ լավ այսօր մանավանդ հիմա հեսա տուրիստական բանն է բացվում Հայաստանում, թե ոնց ենք մենք տուրիստական բաները ոնց են դրսում էմոցիոնալ դաշտի վրա ոնց են տուրիստներ կարողանում տուրիստներին ոգևորել եւ կանչել շատ դեպքեր կա, որ երբ կարդում ես օրինակ մենք Բախրեյն գնալուց ինքը 20-50 կիլոմետրի վրա ինչ որ ապարակղզի է, անապատային կղզի է եւ մտածում ես այնտեղ ինչ պետքա լինի եւ մեկ է կարդում ես իրանց
լավագույն վայրերից մեկը կյանքի ծառ, թե այդ կյանքի ծառը ոնց է աճում, գիտնականները չեն կարողանում գտնել, այսինքն մի հատ լուրջ PR-ված բան, մենք էլ վերցրեցինք մեքենա, վարձեցի, կնոջս հետ նստեցինք, գնացինք 30 կիլոմետր յանց միանմա մայրաքաղաքից հեռու, որ տեսնենք այդ կյանքի ծառը, ինքը ծառել է ինչ-որ մի հատ ճլորած ծառ էր, որ հասկացա, որ գիտնականները ման էին գալիս, թե ոնց է աճում, ես հրաս հասկացա, կողքի արևաններից մեկը մի վեդրո ջուրագիշեր է լցնում, այդտեղ բարդ բան չկար հասկանալու, բայց կարևորը այդ գեղեցիկ բաներ, storytelling են արել գեղեցիկ, ինչ ձևով, կամ Ճապոնիայում մենք գնացինք հերթ կանգնեցինք մի հատ մեծ բանի տուրբո $100 չափ վճարեցինք անձի համար, որպեսզի գնանք այդտեղ, ճիշտ ասած տեսանք շատ է հոսքը, մենք էլ գնացինք այդտեղ, այնտեղ անգլերեն համարյա չէին խոսում, թարգմանչական ծրագրերն էլ այն թվերին տենց չկար, գնացինք հասանք այդտեղ մի հատ էլ այնտեղ $20 վճարեցինք, մեզ փայտիկ տվեցին, այդ աչքերը կապեցին եւ ասեցին 20 մետր հեռավորության վրա պետք է գնանք կպնենք այդ քարին, աչքերը փակ, գնացինք, ես էլ չկպա, կինս էլ չկպավ, քայլելով տխրած մի կողմ քաշվեցինք, ով կպնում էր, թռվռում էր, ուրախանում էր, ճվճվում էր, երիտասարդությունը ոգևորվում, գոռգռում էր, հետո վերջ մեկին անգլերեն կտասես, ես ինչ ասեց, ով կպնում է այդ տարի ամուսնանում, ինչ լավ բրցանք, որ չենք կպել, բայց էլի նայեք, ու տենց այդ որ պատմում էր այդ աղջիկն հարցրեցես, բայց իսկապես գործում, վայ, ասում է, ինչ եք ասում, sense բան եղած արմացա, դուք էլ մի հատ մտեք, ասում է կոմենտները, դասում ճապոներեն աչում, ասում, բա սա գրում են, որ եղել է, ասում եմ, ինչն է դրա ֆենոմենը, հետո որ մի քիչ ավելի խորացա, մի տարվա մեջ կատարվող, հիմա դուք պատկերացրեք, գնացել եք եւ այդտեղ այդ բանը փորձել եք կպնեք դրան, եթե կպել եք ու դա չի կատարվել, 99% հավանականությամբ չեք հիշելու ու այդ ձեր ոնց որ բախտի չբացվել է կոպիտ ասած վերագրեք այդ քարին ու նստեք դրա մասին վատ կոմենտ, բայց միամիտ որ հանգարց այդ տարի եղավ ձեր ամուսնությունը դուք անպայման մտնելու եք պարտադիր դա գրելու եք եւ ասելու եք որ դա կատարածվեց, ամբողջ հարցը դրա մեջ հասկանում եք որ ինքը շատ հստակ է որ երբ որ մարդ կատարվում է ու մարքեթինգը հատուկ աշխատում է դրա համար ու բոլորը ասենց 90%-ից ավելին գրված են բաները որ չէ դա իսկական է, դա կատարվում է, մարդիկ ոգևորված գալիս են քարին, իսկ պարզվեց մենք օրինակ բանում Սյունիքում ունենք այդտեղ, որտեղ այդ բանն է, հա, քանդակը կա, որ էլի պտղաբերության աղբյուր է կոչվում, գնում ես այնտեղ, կարծես մենք էլ ունենք քարներ, չէ՞, կարծեմ, հա, ունենք, բայց չենք բանանում դա, էլի, նույնիսկ ավելին մենք այնտեղ ունենք աստղադիտ քարահունջի աստղադիտարանը, որը չգիտես ինչի խորացել ենք, փորձում ենք հասկանալ դա աստղադիտարն է թե չէ, ինչ կարևոր է այդ տարիներ հազարամյակներ առաջ կարևորը լեգենդ ստեղծելն է, դրա վրա տուրիստ բերելն է, էլի, երբ որ Սինայի թերակղզում, Սինայի լեռը բարձրանալուց եգիպտացի գիտը ասում էր այս աստիճանների վրա բարձրանալուց այստեղով բանը Մովսեսն է քայլել, հասկանում եք որ ուղղակի ասում է, բայց ինքը շատ լրջությամբ, շատ հավատով ու դա քեզ մատուցում է որպես բան։ Ճիշտ եք, միանշանակ այդ պատմություններից ես էլ օրինակ շատ բան է եղել, թե ինչի Հայաստանում այդ պատմություններով բաներ չունենք, հա, մարքեթինգային արշավներ չենք անում տուրիզմի ուղղությամբ թույլ ենք ու շատ թույլ ենք, ընկերս Էմիրատներից արաբ ընկերս զանգեց, տենց բանով ոգևորված ասեց, դες ինչ հետաքրքիր է, ասեց Թուրքիայում եմ, Անտալիայում եմ, ասի օքեյ, ասեց ձեր հետաքրքիր է եղել ես, ասեցի չէ, ինչի, ասեց դե դուք որպես գիտեմ ձեր մասին առաջի քրիստոնյա ազգ բան, սենց բան, ու գիտեր որ Քրիստոսի ձեռքի փայտիկը, ձեռի փայտը, որով քայլել է, բանը ստեղ Անտալիայում նա թանգարան կա տեղը, հիմա ես չգիտեմ ծիծաղեմ, թե ինչ անեմ, բայց մարդիկ ներկայացնում են, դրանով տոմս են վաճառում, դրանով տուրիստ են բերում։ Նույնը Կիպրոսում մենք մի քանի կիլոմետր այանապայից գնացինք Պաֆոսի կողմեր, Ադոնիսի ջրվեժը տեսնելու, որը ոչ գոյություն ունի, հունական դիցաբանության աստվածներ, այդ ջրվեժում ինքն ու Աֆրոդիտեն հանդիպում եւ լողանում էին, ջրվեժն էլ ջրափոս էր Հայաստանի ամեն տեղում կարելի էր տեսնել, ոչ մի երևելի բան, մի բան էլ մուտքավճար էին դրել, մի քանի արձան ու ինչ-որ քանդակ էին դրել ու վերջ, ու ասում ես ինչի վրա, կամ չգիտեմ, այն հայտնի բանը, չէ, ժայռի բնական կամուրջը, որտեղ Աֆրոդիտեն իբրև լողացել է, փրփուրներն է դուրս եկել, ես իմ ինչ,
Բայց փաստացի դա իսկապես աշխատում է, իսկ Հայաստանում մեր դիցաբանության մեջ ֆանտաստիկ լավ պատմություններ ունենք, Վահագնի Աստղիկի ջրվեժներ, չգիտեմ, 1000 ու մի բան ու ոչ մի բան չենք անում դրանց հետ։ Կուզեմ նաև գանք բանին, հա, գործընկերներին, հետո կգանք արդեն նաև ձեր դրսի նախագծերին։ Այ մեծանալու հետ, աճելու հետ մեկտեղ ինչ սկզբունքով եք ընտրում գործընկերներ, գործ սկսելիս ուշադրություն դարձնում եք ավելի շատ գումարին, ներդրում անելու տեսանկյունից, թե իրենց մասնագիտական բացը լրացնելու կարողությանը։ Նայեք, որ գումարը կարևոր չի, իրականում այդ վաղուց է իմացել բիզնես սկսելու համար, շատ վաղուց ասում էին, արդեն շատերն են դա իհարկե ասում, որ գումարը չի կարևոր, կարևորը իդեան է, բայց որ իդեայից էլ կարևոր թիմն է, դա վերջի մի քանի 4-5 տարվա մեջ դա հասկացա, այսինքն դրսի իտալացի եւ իսպանացի երկու շատ հետաքրքիր անձնարարության շփման արդյունքում հասկացա, որովհետեւ ու դա փորձով ապացուցվեց, որ եթե նույնիսկ դուք ամենավատ բիզնես իդեան սկսեք լավ գործընկերների հետ, լավ թիմի հետ, այդ բիզնես իդեան այնքան կփոփոխեք, միգուցե նույնիսկ 180 աշճան լրիվ ուրիշ բան որոշել եք, որ սկսում եք, չգիտեմ, բանի օղու արտադրություն, բայց վերջում սամալոտ արտադրեք, sense անօթաչու սարք արտադրեք, այդ այնս ռադիկալ կարա փոխվի, բայց դուք մի բանի կհասնեք, եթե ձեր թիմը լավն է, եթե թիմը ուժեղ է։ Իսկ ամենահակառակը նաև ամենաուժեղ բիզնես իդեան, եթե թիմը լավը չի, ոչ մի ձևով գլուխ չի գա։ Այսինքն այս դարում գլխավոր տեղը, առաջի տեղը, եթե շատ տարիներ առաջ գլխավոր եղել է փողը, եթե փող ունեք, բարձ չէր, փող ունեք, վերցրեցիք մի բան, այս դերից են բանի ժամանակները, հին ժամանակները, այս երկրից առակ նստեցիք նավը, շատ փող ունեք, շատ առակ, շատ ծախեցիք, փող աշխատեցիք, հա։ Դրանից հետո գալիս է արդեն ոնց որ զարգացման պիրունները, բան արդեն իդեան, եթե դուք լավ իդեա ունեք, շատ արագ կարամ ներդրող ճարեք, փողը տա եւ գնաք առաջ։ Հիմա իդեաների պակաս գոյություն չունի ընդհանրապես, նույնիսկ այսօրվա բանում AI-ին կարակ ասեք, դե շատ հանգիստ ենքան բիզնես իդեա տա, 10 րոպեվա մեջ մոտավորապես մի քանի 100 բիզնես իդեա տա, որոնք բոլորն էլ ռեալ եւ եկամտաբեր բիզնես իդեաներ են իրականացվող, ով իրականացնի, այստեղ է հարցը, ով կիրականացնի, ոչ մեկ։ Այստեղ է կարևորը, որ արդեն ստացվել է այն, որ փողն էլ կարակ ճարեք, փողը կա, բիզնես իդեան կա, անողը չկա։ Դրա համար ամենակարևորը եկել է գլխավոր տեղում թիմը, եւ թիմը կարող կազմելու համար ստեղ պետք է հասկանալ, որ այդ դեպքում արդեն փողը դուրս է գալիս եւ մարդ երբ ասում է, որ ես փողով ուզում եմ կամ դառնամ գործընկեր, դա ամենափոքր արժեքն է, որ կարա ինքը բերի, որտեղ շատ են ինձ առաջարկում, արի փող դնեմ, ես ինչ բիզնեսը անենք, ասում եմ եւ ուրիշ դե փողը ասում եմ, հա, դե հաստատ կլինի, ասում եմ, եթե հաստատ լինի, առնվազն բանկից ես կվերցնեմ, դու պատրաստ ես օրինակ դնել $100,000, հա, եւ դա ամսական ստանալ դրա 7,000, այսինքն ամիսը ստանալ մի քանի $100, չէ, դե ոնց կլինի այդքան փող դեմ, ասում եմ, դա բանկի տոկոսն է, բանկը պատրաստ է դրան։ Ինչ տարբերություն քո եւ բանկի միջեւ, երբ որ դու պրոստը փող ես դնում, պարզապես գումար ես դնում, այստեղ պետք է հասկանալ, որ գլխավորը թիմի մեջ այնց այնա, որը որ քեզ կլրացնի, այն բացը որ դու ունես, ինչի մեջ ես դու թույլ, ինչն է քեզ ուժեղացնելու, հա, գործընկեր մանգալը, օրինակ հիմա շատ մեծ բան կա, մեր մոտ ընդհանրապես միշտ եղել է, երբ որ մարդը ինչ որ մի բանից շատ լավ հասկանում է, լավ տեխնոլոգ է, լավ արտադրող է, լավ հասկանում է ինչ բան է սարքելուց, լավ կոնդիտոր է, լավ խմորեղեն է թխում, այն մեկը լավ է ինչն է անում եւ որոշում է, որ դի բացի խմորեղենի ցեղ։ Ահա, ինքը լավ повар է, որոշում է բացի ռեստորան։ Չէ, ինչի՞ չէ, որովհետեւ այդ կտորի մեջ դա ամենափոքր մասն է։ Ավելի մեծ ու դժվար բարձր վաճառելն է, արտադրելը ինչ եք ուզում արտադրեմ, ինչ եք ուզում ասեք, ես դնեմ ուսումնասիրեմ, մի 10 օր հետո ձեզ ամբողջապես այդ արտադրանքից տամ առանց խնդրի, այսինքն այստեղ արտադրելը չի, այստեղ վաճառքն է կարևորը եւ դա որ պետքա թիմը ձևավորելուց հստակ հասկանալ, որ մասն է փակելու եւ որն ավելի կարևոր մաս փակում, հա։ Մենք օրինակ հիմա դրսում Իտալիայի պրոյեկտը իրականացնելու համար բավականին մեծ տոկոս տվեցինք մեր գործընկերներին, միայն այն մասով, որ իրանք հստակ պատկերացում ունեն եվրոպական շուկայում վաճառքի մասով։
միայն վաճառքի։ Իրանք գումար չեն դնում հյուրանոցներ առնելու կամ մյուսի մեջ, բայց ես հասկանում եմ, որ հյուրանոցը առանք, բա հետո ինչ պետք է անենք մենք էդի։ Իրան պետք է աշխատացնել։ Այստեղ է որ թիմը պետք է հստակ հասկանալ ինչով է լրացնում։ Եթե ես մի հատ էլ փող բերով, մի հատ էլ ինչ որ ներդրող փողով շատ կան մարդիկ, որ ուզում են մտնել այդ պրոյեկտի մեջ, ուղղակի մտցնեմ, ես նորից ինչ որ մի հատ փակուղու առաջ եմ։ Փողը կա, հյուրանոցը կա, աշխատացնող վաճառք։ Իտալիայի մասին խոսեցիք, հենց երևի դրանից էլ գանք։ Ինչ եք սկսել այնտեղ անել։ Շատ ամբիցիոզ եւ շատ հավակնոտ ծրագիր, ուզում ենք Իտալիայում սկսենք հյուրանոցային ցանցի ստեղծում, հայկական կապիտալով, հայկական, այսպես ասած, արմատներով, բիզնես արմատներով, որպեսզի կարողանանք ունենանք մեր ոնց որ գոլը, որ դրել ենք մեր առջև, մոտակա 5 տարում մի քանի 100 հյուրանոց ունենալ նա Եվրոպայում, նախնական Եվրոպայում, հետո սկզբից Իտալիայում, որովհետև կենտրոնացել ենք իտալական շուկայի վրա, այս պահին 5 հյուրանոց արդեն ձեռք ենք բերել եւ փորձելու ենք մտնենք մյուս եվրոպական երկրներն էլ։ Ինքը շատ հետաքրքիր եւ ամբողջոց ծրագիր է այնքանով, որ մենք այդտեղ բաց բան ենք տեսել, շուկա ենք տեսել փոքր հյուրանոցների, բուտիկ երբ ասում ենք Հայաստանում պատկերացնում են մի 7-8-10-15 հյուրանոց, բայց Եվրոպայում մինչև 70-80 համար հյուրանոցները բուտիկ հյուրանոցներ են համարվում, այդ հյուրանոցների կառավարման ճգնաժամ կա Եվրոպայում, իրանք չեն կարողանում ցանցերի տակ մտնել եւ իրանք խնդիր ունեն, հիմա մենք փորձում ենք դրա կառավարման համակարգ ստեղծել։ Իսկ ոնց եկավ Իտալիայում հյուրանոցային ցանց ունենալու գաղափարը։ Իտալիայում Հայաստանից դուրս միակ տեղն է, որ պարզապես բառեզբուն իմաստով սիրարված ենք մարդուկին, որովհետև իսկապես այդ որ ասում ենք թանգարան բաց երկնքի տակ մենք անընդհատ իրան, չգիտեմ, երևի 30-ից ավել անգամ եմ եղել Իտալիայում, բայց ամեն գնալուց մի նոր բան ես հայտնաբերում, ամեն մի կիլոմետր շեղվելուց մի նոր բան ես հայտնաբերում իրան, եւ նման երկրին չսիրարվել ուղղակի անհնար է, մանավանդ մենք գաստրոտուրիզմի նաեւ կողմնակից ենք սանում, դա պարզապես ապշեցուցիչ է եւ ես վերջերս էլ ընկերս որ դե ասում ես սնունդ ասում դե դու եղել ես Ռոմ Միլան, չէ, Ռոմ Միլան Վենեցիա, եթե դուք եղել եք այդ 3 քաղաքները, դուք Իտալիան չեք ճանաչում դեռ ինչքան էլ բան տրիվիալ ինչի մեզ դուք չեք ճանաչում Իտալիան, որովհետեւ Իտալիան բացարձակ Միլանը չի, բացարձակ Ռոմը չի, Վենեցիան չի, Իտալիան իր գյուղերն են, Իտալիան այդ մեգապոլիսներից դուրս իտալական կոլորիտն է, իտալական սնունդն է, իտալական այդ գյուղերում մարդկանց ապրելակերպ, ավանդույթները, իրանց այդ ռեստորանները, որտեղ անգլերեն ոչ մեկ ձերը չի շփվում, որտեղ անգլերեն մենյու չկա, որտեղ իտալացի խոհարարներ են, որտեղ իտալական բանա սնունդ է ու շատ հանում։ Ձեր թիրախը հենց այդ գյուղերն ու փոքր համայնքներն են։ Մենք մեծ բաներում չունենք, հենց այդ փոքր քաղաքներում եւ գյուղերում են մեր հյուրանոցները։ Շատ լավ բան եք մտածել, հուսով եմ կհաջողի 5 տարի հետո նորից առիթ իրականում իրան մի տարի հետո ոչ թե 5 տարի կսպասենք, այլ վստահ եմ որ մի տարի հետո մենք ոնց որ անում ենք Դիլիթաուն արեցինք վաճառքի եւ հիմա Լիլեյքն ենք անում Սևանի վաճառքի, արդեն մեծ մասը վաճառել ենք, մի տարի հետո մենք առաջարկ ունենանք նաեւ Իտալիայի մասով, որովհետեւ կարողանանք շատ ավելի մեծ գործընկերներ այս process-ի մեջ մտնեն, ուղղակի մենք հիմա այդ 5 հատի վրա փորձարկում ենք թե շինարարական ծախսերը, թե թղթավարությունը, թե իր աշխատացնելը շուտով մի քանի ամսից կբացենք առաջին եւ կհասկանանք իր բարդությունները, խնդիրները, որ առաջարկ անելուց ոնց որ գործընկերներին հստակ կարողանանք ու առաջարկնել բացալինելու։ Ես մի անգամ ելույթ ունեցա դրա արդիվ գինը Մոսկվայում, ամբողջ զալացվել էր հետաքրքրությունը շատ մեծ էր, բայց ես այդ հետաքրքրությունը բերեց նաեւ պատասխանատվության զգացման ավելի ավելացման, որ գիտեք, եթե այսքան մարդ հետաքրքրված է պատրաստ է ներդրում անելու, դու պետք է ավելի լուրջ վերաբերվես եւ փորձես ավելի պատասխանատու, ավելի խոր ուսումնասիրես, ինքդ աշխատացնես, մի հատ հասկանաս խնդիրները նոր ներկայացնես։ Իսկ շուկայի առումով շատ են տարբերվում հայկական շուկայի ու եվրոպական շուկայի բավականին մեծ է, բոլոր տեղերը տարբերություններ կա մարքեթինգից բռնած լեզվային, մտածելակերպից, բանից, ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ մեր համար նույն արտլանչի մասով, երբ մենք մտանք ռուսական շուկա,
տարբերություններ բնականաբար կային, բայց այդքան շատ մեծ չէին, հա, ոնց որ մենք շատ արագ կարողացանք, բայց ամերիկյան շուկան մի տարուց ավելատարի ես ուսումնասիրում ենք, բավականին դժվար ենք առաջ գնում, բայց լավ առաջ ենք գնում, կարևորը եւ արդեն երկրորդ, երրորդ տեղերն ենք ման գալիս, ուտեղ ինչներ, որ մենք նույն արտրանչես ճուտիկը ինքը ի սկզբանե որ դրել են կանաչ ճուտիկ, կանաչ հետ ոնց որ ավելի բնության հետ կապը ճուտիկը նորաստեղծության, բարիության, այս զգացմունքների հետ է կապված եւ մենք Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Դուբայում մենք խնդիր չենք ունեցել Էմիրատներում իր լոգոյի հետ կապված, հա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ մտնում ասում են ուր է այս ճուտը որ ուտենք։ Այսինքն իրանց մոտ sense են իրանք նայում, ինչ տեսնում են դա ուզում են, հա, այդ ռադիկալ օրինակ տարբերվում է էլի շատ հետաքրքիր է, բայց մոտեցման տարբերություն կա էլի։ Այնպես որ հա պետք է ուսումնասիրել շուկան, հասկանաս, նույնիսկ մենք այնտեղ մտածում ենք ռեբրենդինգի մասին այս բանը։ Լոգոյի առումով, ναι։ Իսկ Դուբայում այս պահին գործում էր, թե այնտեղ ձախողեց նախագիծը։ Այնտեղից է գործընկերոջ ընտրության պատճառով մենք դուրս եկանք, բայց նույնը օրինակ եղավ մեր մոտ տարիներ առաջ Ռուսաստանից, բայց նորից մտանք արդեն ավելի գրագետ եւ ճիշտ մոդելով ճիշտ գործընկերոջ հետ, մենք արդեն առանց գործընկերոջ չենք մտնում որևէ տեղ, գործընկեր տեղացիների հետ համագործակցելով ու շատ ցանկալի է որ ինքը լինի նույն ոլորտից, որ հասկանա ոլորտի խնդիրները, հասկանա նույն ձևով կոպիտ ասած մտածեք եւ տեսնեք եւ դուք կաք ձեր ոնց որ ստեղծած մեխանիզմով, ստրուկտուրայով իրան օգնության հզորանալու եւ մեծանալու ոնց որ եղավ Մոսկվայում, մենք նույն ոլորտի գործընկերոջ հետ սկսեցինք եւ լավ աճեցինք։ Իսկ որ տարբերակն է ավելի ճիշտ շուկա մուտք գործելու պիկի ժամանակ, երբ ամեն ինչ այսպես բումի վրա է, թե ճգնաժամային փուլում։ Նայեք, եթե դուք մտնում եք որպես կայացած բիզնես, այսինքն դուք արդեն ունեք մեխանիզմ եւ կայացած բիզնեսը բնականաբար լավագույնն է, ցանկացած բaragam լավագույն սխեման ընդհանրապես ճգնաժամի ժամանակ մտնել է, որտեղ պիկի ժամանակ ամեն ինչն է թանկ, ամեն ինչն է պրոբլեմ, աշխատուժից բռնած, տարածքներից բռնած, մյուս 19 թվականին մենք մտանք Մոսկվա, մեզ համար բավականին բարդ էր, մի 2 տարի տանջվելու արդյունքում 19 սկիզբ էր 20-ի կեսերներ, տարի ու կես, այնպես մոտավորապես ու իրան ոնց որ մենք մի կետ, երկու կետ կարողանում ենք մի կերպ այնպես շատ դժվարությամբ ճարել, բացել, աշխատացնել, պրոբլեմներ, թանկ վարձեր, իսկ կոവിഡ്ը սկսելուց երբ կոവിഡ്ը սկսեց այնտեղ այդ ճգնաժամը, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմը այնտեղ ավելի լայն բաներ են բացվում, որովհետև այն բիզնեսները, որոնք չունեն ստրուկտուրային եւ հզոր կազմված, իրենք խնդիրներ են ունենում եւ դու կարողանում ես շատ արագ ընդլայնվել։ Եթե դուք ոնց որ կայացած եւ հստակ ունեք ձեր երկրում, դա համար ճիշտ է բիզնեսը կայացնել սեփական երկրում, հա, փորձարկել եւ կայացնել, որտեղ այդտեղ դուք ունեք ռեսուրս, այդտեղ չունեք մենտալիտետի մտածելակերպի խնդիր կայացնել, հետո մտնել այլ երկիր եւ որ դուք ունեք այդ կայացած բիզնես մոդելը եւ սխեման, դուք շատ հանգիստ կարողանում եք ճգնաժամի ժամանակ մտնել այդ երկրները։ Բայց արդյոք այդ բիզնես մոդելը, որ քո երկրում աշխատում է, ուրիշ երկրների դեպքում միանշանակ աշխատող է։ Միանշանակ իհարկե չի աշխատի, բայց այդտեղ պետք է լուրջ վերլուծություն եւ խոր ուսումնասիրություն, հիմա էլ դա շատ բան է, հիմա անհամեմատ ավելի հեշտ է, որտեղ եթե օրինակ տարիներ առաջ լիներ ես պետք է մտնեի, շուկայի research անեի, իսկ օրինակ որոշել բացել Իտալիայում հյուրանոցներն առել ենք տակը տարածքը կա, եթե հին ժամանակ լիներ, հին ասելով մի քանի տարի առաջ ընդամենը, ես պետքա իմ քայլերը կլիներ պարզապես մի հատ արտրանչ բացել, հասկանալ իտալական հասարակության վերաբերմունք եւ բանը կամ research տալ շուկայի պատվիրակել։ Հիմա AI շատ հանգիստ է դարձել լուծեց եւ առանձին ունեմ chat, որտեղ հստակ նկարագրել եմ արտրանչի պլյուս մինուսները, որտեղ ենք մենք հաղթում, որտեղ մենք խնդրեմ ունենք, որտեղ է մեր ուժեղ եւ թույլ կողմերը, ասած Իտալիան ոչ մի դեպքում չբացես արտրանչը, որտեղ իտալացին ժամուկես նստում իր ընդմիջումն անում, իսկ դա քո բիզնեսի ամենաբան խնդիրն է, որ պետք է շուտ ուտի դուրս գա,
ասեց գնա արա Լեհաստանում, որտեվ դնդեղ ժամուկեսա Լեհաստանում Լեհը ուտում է 21 րոպե, Հայաստանում 27 րոպե, այսինքն Հայաստանից ավելի լավ է գնա Լեհաստանում բացի Արլանջ։ Ուզում եմ ասեմ, այս իմ կյանքին կան էշտացել է ավելի այդ առումներով շատ արագ կարակ թե մարքետ ռեսուրս անեք, թե հասկանաք ուղղությունները, բանը շատ ուժեղ գործիք է կազմը իրականում կայացած բիզնեսի համար եւ ցանկացած նոր սկսող բիզնեսի համար էլ AI-ը ոնց որ չգիտեմ մի քանի 100 աշխատող ձեռքի տակ 100-ի տակ ուղիղ աշխատողներ ձեռքի տակ են, այլ խնդիրը դու ինչքանով դա ճիշտ կօգտագործես, հա, որտեվ աշխատացնելն է նաև կարևորը։ Այդ նույն հարցադրումը օրինակ հետաքրքիր նույն հարցը մենք տվեցինք ես ու ընկերս նույն ChatGPT-ին, իր մոտ ուրիշ ձևով պատասխանեց, իմ մոտ լրիվ ուրիշ ձևով պատասխանեց, ասում եմ, «Խի սենց», ասում եմ, «Դե ես որպես բիզնեսմեն եմ շփվել, դու որպես գյուտարար»։ Եվ այդտեղ դրա համար ինքը քո մոտ տենց ստեղծագործական բան է մոտիկ անում, դե ոչինչ որ չի ստացվի, բայց քո սրտին հոգում սփոփանք կլինի, նույն բանն է։ Հրահանգը կախված ինչ հրահանգ է տալիս։ Լոգոն եւ նույն բրենդինգը ուղարկել էինք, ասում ենք սրանցից որն է լավ։ Նույն AI-ին ուղարկել էինք իր մոտ, ինքը այս մեկն էր ասում, իմ մոտ մյուսը հակառակը էլի։ Ասացի դե հիմա իմը որպես բիզնեսմեն եմ մտածում կանոն ստեղծագործական եւ բան առումով գեղեցիկ անջում, բայց ինքը ոնց որ սրտի թոքուտ է հարազատ, բայց վաճառք բերելու համար էս անունն է պետք, ինքը ընդունեց, հասկացավ, հետո որ իր AI-ին էլ հարցրեց, ասեց, իսկ եթե ես ուզում եմ շատ վաճառեմ, դե եթե ուզում ես շատ վաճառ, դե ինքը չգիտեր, որ ուզում է շատ վաճառել, ուզում գիտեր, ուզում էր ստեղծի։ Հա, ճիշտ եք միանշանակ հրահանգից կախված լրիվ պատկերը այլ է լինում, ես էլ շատ հաճախ միշտ բան եմ անում, դերեր եմ տալիս, կախված ինչ եմ ուզում ստանալ, օրինակ դու, չգիտեմ, podcast-եր ես, դու գործարար ես, դու հաղորդավար ես, դու 6 տարվա փորձով, չգիտեմ ինչ ես, դրանից կախված լրիվ տարբեր բաներ է տալիս ու շատ լավ է, որ սկսել եք օգտագործել, որովհետև նախորդ բաներում էլ զրույց ունեցել ենք, շատ հաճախ բացասական վերաբերմունքեր կա, վախեր կան, որ այ արհեստական բանականություն եկավ ամեն ինչ կտանի, բայց հենց ձեր օրինակով էլ, հա, եթե դու իր հետ համահունչ իրեն աշխատեցնում ու ծանոթանում ես, ապա իրեն ենթարկում ես քեզ, ոչ թե հակառակը։ Դարեր շարունակ միշտ ինչ որ բաներ են եկել, որոնք մի կողմից թե վախենալու են, մյուս կողմից ճիշտ օգտագործելու դեպքում իրանք շատ լավն են։ Այն հին դանակից սկսած դանակով կարաս մարդ խփես, կարաս հաց կտրես, հետո դուրս եկան, չգիտեմ, հրացանը կլինի, չգիտեմ, ինչը կլինի, դրանով կարաս պաշտպանվես, կարաս սահման պահես, կարաս մարդ սպանես նորից։ Այսինքն նույն հիմա իրավիճակն է, ինչքանով AI ճիշտ օգտագործես, կարաս շատ վատ հետևանքների բերի AI-ը, բայց կարա ճիշտ օգտագործելու դեպքում պարզապես ծաղկեցնի երկիրն ու այն անարդարությունն ու այն խնդիրները, որ համաշխարհային տիրույթում ընդհանրապես աշխարհում է տիրում, այդ խնդիրներին լուծում տա։ Հակառակը կառավարման շատ գրագետ հիմա կառավարման եթե նայեք բոլոր երկրներում լուրջ ճգնաժամ կա, վերջի իրադարձությունները անձինս բացի թողի վիճակը ամբողջ աշխարհում ով ինչ ուզում անում է, միգուցե հենց այդ կառավարման ինչ որ ճիշտ համակարգ ոչ մեկ չի կարողանում մշակի։ Իսկ այդ AI-ը հենց կարա լինի դա ինչի չի կարողանում, որովհետև դա մարդուց կախված է, եթե ինչ որ մարդու ստեղծած է, դա ինչ որ մեկի շահն է ինքը պահում, դա բնական է։ Չի լինում որ ինչ որ մեկը մի բան առանց շահի, ցավոք սրտի մարդկությունը այդպեսին է ստեղծված։ Սա իր ազգի շահն է պահում, սա էս միրա կրոնական շահն է պահում, են մեկ է դի։ AI-ը կարա լինի այն գործիքակազմը, որտեղ որ ինքը կկարողանա հենց մարդկության ընդհանրական շահի համար անի, ոչ թե իր շահի, այլ մարդկության, որտեղ ինքը կա որպես այդպեսին շահ չունի, որ մեկի շահը չի։ Հարց է կախված թե արհեստական բանականության բանն էլ ով է ստեղծել, հա, որ երկրին է պատկանում, որտեղ այնտեղ ինչ որ սահմանափակումներ կան, բաներ ամեն դեպքում դնում են։ Բայց ինքը հենց հարցը նրանն է, որ այս հաջորդ սերնդի AI-ների մասին, որոնք խոսում են, որոնք գալու են, իրանք ստեղծվելու են հենց վախը ոչ թե հիմիկվա AI-ի վերաբերել, որտեղ հիմիկվա AI-ը այն ինչ որ մենք մտածում ենք, այսինքն ինքը ինքնուրույն ոչ ստեղծագործական բան չունի, ինքը շատ ուժեղ գործիքակազմ է, բայց այն ինչ որ սպասվում է որ պետք է գա, դա արդեն ինքնուրույն մտածող, ինքնուրույն ստեղծագործող բան է լինելու, որը արդեն այդ դեպքում դու չես կարող մտածես թե ինքը ինչ կանի, ոնց որ դու չես կարող մտածել թե դիմացի մարդը ինչ կարա մտածի, եթե այստեղ կարաս սահմանափակումներ եւ բան անես AI-ի հետ կապված, դու ինչ տվել ես դա է վերցրել, չի կարա ինքը հորինի,
հա կոպիտ ասած լրիվ զրոյից ինչ որ բան հորինի, որ գոյություն չունի, ինքը կարա ինչ որ մի բաներ վերցնի, կպցնի շատ ինֆորմացիաներ հավաքի, այս նոր ստեղծվող AI-ի բաղարագայում ինքը կարա լրիվ ստեղծի, իրանք դրանից են վախենում, ոչ թե հիմիկվա AI-ի մակարդակից, որը կա։ Իսկ դուք ChatGPT-ից բացի այդ գործիքներ օգտագործում եք։ Մի քանի տարբեր AI-ներ եմ օգտագործում, բայց ամենաշատը քանի որ իր հետ եմ շփվել, ինքն էլ ինձ ճանաչում է, այսպես ասած, ավելի ինչ շուտ է հասկանում, ես ինչ եմ ասում, ու մի քիչ բազմակողմանի է, քանի որ իմ հարցերն էլ են շատ բազմակողմանի, որտեղ այնտեղ կա դե ավելի cloud-ը, բանը ավելի մասնագիտական, եթե խորը տեքստերի վերլուծություն է պետք, եթե պետքա վիդեոների, եթե սա, իսկ հիմա քանի որ ընդհանրական է, կամ DeepSeek-ը, բան, դրանք, բայց այս բանի մեջ մի քիչ ավելի ինձ հարազատ է ստացվում ChatGPT-ն պարզապես։ Ես նոթբուք եմ շատ սիրում։ Որը։ Նոթբուք եմ Google AI Studio-ի գործիքներից է, այդտեղ էլ միաժամանակ մի քանի հղումներ տարբեր բաներից կարողանում ես դնել, YouTube link, այդ թվում քո օրինակ ինչ որ դոկերը, քո գրած ֆայլերը ամբողջից վերլուծություններ, բաներ ցանկացած հրահանգ կարող ես տալ քո տված նյութերի հիման վրա, ընդհանրություններ դուրս բերի, բացեր, չգիտեմ, համեմատություններ անի, այդ վերլուծական տեսանկյունից էլի շատ հետաքրքիր գործիք է ու զուգահեռ նաև տալիս է այնտեղ ինչ որ պրեզենտացիաներ, դրա միանգամից պատրաստում է քարտեր, քուիզներ, ինքնաստուգման ինչ որ օրինակ բանի եք պատրաստվում, կարող եք ձեր գիտելիքը իր միջոցով ամրապնդել, էլի շատ լավն է։ Ու հատկապես հենց Google-ի գործիքները հայրենի դեպքում ահագին մեծ առաջընթաց ունեն, հատկապես Gemini-ը։ Հայաստանյան հյուրանոցային ցանցերի մասին էլ եկեք մի քիչ խոսենք։ Հայաստանի մարզերում ունեք տարբեր հյուրանոցներ ու շատ հաճախ խնդիրներ, օրինակ, որոնց ես որպես օգտվող բախվել եմ տարբեր հյուրանոցներում, միշտ ստեղծվում է մի լավ բան, բայց տեղացիները, ժողովուրդը պատրաստ չի լինում լավ որակի ծառայություն կամ սերվիս մատուցելու եւ տեղի ունենում հակառակը, բիզնեսը գնում է ամեն ինչ տեղանում է, բայց սպասարկման բացի արդյունքում չի զարգանում։ Ձեր փորձառությամբ կկիսվեք, կարողացել եք այդ խնդիրները լուծել, տեղացիներին ներգրավել, թե ամեն դեպքում դա տեղացիների ներգրավումը պարտադիր է, այստեղ հենց այդ տրեյնինգների հարցն է, ես առանց անունը տալու միջազգային հայտնի կառույցներից մեկը նման ծրագիր արեց, որը առաջին հայացքից շատ հզոր ու շատ հետաքրքիր էր, այսինքն ինչ էր, ինքը տալիս էր գյուղական վայրերում, անում туриզմի զարգացման ծրագիր էր, որով ինքը տներին, ովքեր որ դիմում էին իրանց, ովքեր ունեին սեփական տներ, վերանորոգում էր իրանց սանհանգույցի հատվածը, վերանորոգում էր սենյակ եւ ասում էր հանձնեք վարձակալության, այսինքն շատ առաջի հայացքից շատ հզոր եւ շատ հետաքրքիր բան է իրականում, որովհետեւ դա ամբողջ աշխարհում զարգացած է guest house-ի գաղափարը եւ միջին ու այդ փոքր բիզնեսը զարգացնելու համար գաստրոտուրիզմը մանավանդ, օրինակ ես շատ եմ դրսում որ գնում եմ, շատ եմ սիրում նման տեղերում մնալու, նույնիսկ օրինակ Սլովենիայում մենք Ռագաշկասլացինայում այդտեղ մենք ընկերացանք այդ սեփականատիրոջ հետ, ինչի է ինձ այդտեղ հաճելի ոչ թե 5 աստղանին, որովհետեւ երեկվա նստում եմ այդ տանտիրոջ հետ խարույկ ավառում, հետը զրուցում ենք, առավոտյան էլ իրա պահած հավի ծվից ձույա տալիս, իրա պատրաստած ոչ թե խանութի երշիկ, այլ իրա պատրաստած երշիկից, ագիմասից պատրաստած ինչ որ բան ատել ու շատ հետաքրքիր ու շատ լավ է։ Այս ծրագիրը փորձեցին այստեղ բերել, ինքը չստացվեց, ինչի չստացվեց, որովհետև ոչ թե խնդիրը այդ խնդիրն էլ կար իհարկե, որ մեր գյուղերում չկար սիրուն սենյակներ եւ լավ սանհանգույցներ, բայց մենակ սանհանգույցի ու բանի հարցը չի, սպասարկումը չգիտես ինչ ձևով սպասարկես, դու չգիտես մարդուն առաջինը պետքա դու սպասարկող լինես, այսինքն ոչ թե պետք էր անել ֆիլտրացիան, թե դուք հարմարա ձեր տունը վերածվի հյուրատան, այլ պետք էր արդյոք դուք սպասարկող եք ձեր մեջից, դուք կանցնեք այդ քննությունը, դուք անցել եք այդ տրեյնինգը, թե հյուրի հետ ինչպես շփվել, որովհետև դա առավել ավելի մեծ է, մարդը միգուցե դրսում գնա նույնիսկ այն վատ սանհանգույցից օգտվի, բայց ամենալավ սանհանգույցի դեպքում եթե դուք իրան մի հատ կոպնեք, այդ հյուրը երբեք այդ տեղը չի մտնի։ Եթե դուք իրան կպցնեք, եթե իրան փորձեք իրան բան փող վերցնել, եթե իրան այս անեք անեք, այսինքն հասկանում եք ինչ է։ Մեր հյուրատանը երբ ես այն նոր էի բացել, ես էի աշխատում, ընկերս եկավ
ծանոթ եկավ, զանգեց, ուզում եմ մնամ մեր մոտ, ասի տեղ չունեմ, ուղղորդեցի կողքի հյուրատներից մեկը, գնաց առավոտյան ջղայնացած եկավ, ոչ ֆինանսից էր նեղում, ոչ մի բան, մեր հյուրանոցից էլ ես խոսել էի այդ տիրոջ հետ ու էժան էր մնացել ավելի։ Ասում ինչ ես նեղված եկե, դե ասում եկեմ գնացել եմ առավոտը մի հատ կոֆե ուզեցի 1000 դրամ հաշվեց վրաս։ Այսինքն մանրուք է իրականում, այդ սուրճը մենք հյուրասիրություն ենք տալի, այդ առավոտվա սուրճը անկախ նրանից լանչ ու բան վերցրելա breakfast-ը չէ, հա նախաճաշը մի հատ սուրճ ինչա հյուրասիրես, բայց սա պետք է մարդուն սովորեցնել, ինքը դրած ասում է չէ փող աշխատեմ, էլի եկեմ մնացել ախի չկպցնեմ։ Այս հոգեբանությունն է պետք է ավելի շուտ կոտրել մարզերում զարգացնելու համար, ոչ թե միայն դնել training, հետո նոր Հակառակն էլ չէ, կա երբ որ նախաճաշին սուպրասեղան են գցում, հետո ասում են տակ տվեցինք, ախր ոնց կլինի մի բաժակ թեյով կամ ջեմով բանով կշտանը։ Չէ, ուզում ասեմ ինքը պետք է այդ անպայման տրեյնինգը կրթվածությունը կրթելը մարդուն, որպեսզի ինքը կարողանա հասնել այդ մակարդակին, որ կարողանա սպասարկի, որ կարողանա, դե դա բիզնես է վերջի վերջում։ Դա բիզնես է, թե բիզնեսի երկու տեսակ կա, այդ բուտիկ հոթել բիզնեսը, երբ դու ես քո բիզնեսով զբաղվում եւ օնլայնված բիզնեսը, այդ պարտադիր չի որ անպայման դու մեծանաս բիզնեսը ամբողջ Եվրոպայում 80-ն էլ չէ, նույնիսկ ավելի շատ տոկոսը հենց այդ ընտանեկան բիզնեսներն են, երբ դու քո ընտանիքով քո միջոցով աշխատացնում ես քո հյուրատունը, քո ռեստորանը, քո կաֆեն, եւ դա նորմալ է։ Եվ դա օքեյ է։ Պարզապես դու անցել ես այդ տրեյնինգը, դու գիտես ոնց սպասարկես, դու գիտես ոնց աշխատես հյուրի հետ եւ վերջ։ Ու գալիս ենք հենց մեր խոսակցության սկզբին, որ էմոցիոնալ բանը շատ կարևոր է, հա, այսինքն ի վերջո այդ ամեն ինչի մեջ մարդը մարդու հետ հարաբերության մեջ է մտնում, եթե դա տեղի ունենում լավ։ Հաղթում է փոքր բիզնեսը մեծ բիզնեսին, որովհետև ես ընդհանրենք ֆինանսապես չնեղվելով, ես նախընտրում եմ այնտեղ, որտեղ ուզում շփում լինի։ Եթե ես գնացել եմ, հասել եմ, չգիտեմ, Կանադա, ես Կանադայում գնամ 5 աստղանի հյուրանոցում մնամ կամ գնացել եմ Նորվեգիա կամ գնացել եմ այդ իտալական գյուղի մեջ մնամ 5 աստղանի հյուրանոցը, մոտ բան չի փոխվի այդ 5 աստղանի հյուրանոցը, ես որտեղ բոլոր տեղերը ստանդարտ մտար Մարիոտ է, թեստեղ տեղ այնտեղ նույն բանն է։ Ես ոչինչ չեմ զգալու, բայց երբ որ դու գնում ես մնում ես իրանց կոլորիտային երկիր, երբ որ մի հատ այդ սեփականատերը շկինը մի հատ իր ձեռքով բան է սարքում, ինքը մի հատ քեզ կոֆե ա ասում, երկու բառ պատմում է այդ գյուղի մասին, երկու բառ զրուցում ես իր հետ, իր պատմությունից, դու քո պատմությունից ստեղծվում է կոլորիտային իրավիճակ, որը հենց այդ էմոցիա է տալիս, քեզ դու լավ ես զգում քեզ։ Ու շատ հավանական է, որ դուք վերադառնաք երկիր հենց այդ էմոցիայի պատճառով, շնորհիվ կամ։ Մի քիչ էլ խոսենք Մանթաշյանցից ու Club Capital-ից, ինչ գործունեություն եք այնտեղ ծավալում եւ իրենց առաքելությունն ու նպատակավորն են։ Ընդհանրապես իրանց իմ դա առաքելությունը շատ է, մեծ է, բազմազան է, բիզնեսին համախմբելը, բիզնեսին կրթելը նույն ձևով բան, բայց իմ համար բուն երկու գլխավոր բան է դրված եղել հիմքում, որ ես ոգևորված կպել եմ առաջի անգամ, երբ գործընկերներս առաջարկել են նման բան սկսել, ես շատ ոգևորված եմ եղել եւ այս իդեայից, որովհետեւ ուզեցել եմ, որ կոտրենք այն ստերեոտիպը, որ նախ հայը հայ հետ չի կարա բիզնես անի, որովհետեւ շատ լավ կարա անի, պարզապես հենց այդ կանոնները, այդ օրենքները իրար հետ մշակված չեն եւ բաց խոսացած չեն, որ գործընկերություն սկսելուց ինչ օրենքներ կան եւ ինչ պետք է անել։ Մենք ոնց որ այդ կրթվածությունը գործընկերային մակարդակի սա է եւ երկրորդը բիզնեսմենի կերպարի ընդհանրապես այդ բանի միջոցով բիզնեսմենի կերպարի, որտեղ բիզնեսմենի կերպանը ցավոք սրտի սուբյեկտիվ, բայց նաեւ շատ օբյեկտիվ պատճառներով ասոցացվել է այս տարիների ընթացքում քրեօլիգարխիկ դեմքերի հետ, ինչի պատճառով մարդը անտիպաթիա ունի բիզնեսմենի նկատմամբ, որ եթե դուք ասում եք Հայաստանում բիզնեսմեն, մարդը պատկերացնում է ինչ-որ մեկը, որ ինչ-որ մախինացիաներ է անում, խաբում է, թալանում է, ինչ-որ պետության հետ գործարքների մեջ է մտնում, որ ինքը թալանի, խաբի, այսինքն օլիգարխիկ, քրեօլիգարխիկ ինչ-որ բաներ, իսկ եթե դուք Եվրոպայում կամ Ամերիկայում եք գործարար, ինքը միանգամից հա գործարար, ինչ Մասկը, Ջոբսը, այսինքն sense անուններ են տալիս, որոնք միանգամից ինչ-որ նոու-հաուներ են ստեղծել, աշխարհ են գրավել, իրանց մոտ լրիվ ուրիշ պատկերացում է բիզնեսմենի պատկերացումը, բիզնեսմենի կերպարը, հա, ու իրանք չեն պատկերացնում այդ ոնց որ հաստավիզ մարդիկ, որոնք ախրանաներ, բաներ, չէ, բիզնեսմենը դա գործարար է, որը ունի ճկուն մտածելակերպ, կազմակերպչական ուժեղ ձիրք եւ նոու-հաուներ ստեղծելու հնարավորություն
Էդ է բիզնեսմենը եւ մեր նպատակը հենց դա է կոտրել այդ ստերեոտիպը եւ օրինակը միշտ բերում եմ երբ ընդամենը 2 տարի 3 տարի առաջ երբ հանդիպել էինք բիզնեսմեններով գործարարներով մի 7-8 հոգով որոնց ամենափոքր բիզնեսը երևի տարեկան մի քանի միլիոն դոլարների շրջանառություն ունի, դա ամենափոքրն եմ ասում, մեծինը մի քանի 100 միլիոն ու երբ որ մենք բաժանվեցինք կեսը ոդկով, կեսը տաքսիով, կեսը սենց բանով, այսինքն այն որ եթե մենք հիշենք մի քիչ առաջ նման կարգի գործարարները հավաքվելուց առնվազն ախրանա, չգիտեմ բաներ, վարորդներ, մեքենաներով գային թանգանոց դիմավորեին բան, այսինքն սա անգնում է երկրորդ պլանում սա շատ լավ է։ Բայց կներեք, այստեղ չկան անդամների մեջ կերպարներ, գործարարների, որոնք դեռևս կրում են նախկին արժեքները ու հենց իր իմաստը հենց դա է, որ դուք կանչում եք այդ գործարարներին, հավաքվում են մի բանի տակ, մի տանիքի տակ, այսպես ասած, սկսում են զրուցել նույն թեմաների մասին, սկսում են հաճախել սեմինարների, սկսում են իրար հետ զրուցել, networking ստեղծել, բիզնեսներ իրար հետ անել, ինչի պատճառով առաջնահերթությունը ուրիշ է դառնում։ Երբ սկսում են հանդիպումներ ունենալ, սկսում են, այսինքն հասկանում են, որ գնահատվում է ոչ թե ավելի այդ պաֆոսն ու այդ ցուցադրականն, այլ ավելի գրագետ ու հետաքրքիր իդեաները, ավելի հետաքրքիր զրույցները, ավելի բազմակողմանի զարգացվածությունը, մարդիկ սկսում են փոխվել բնականաբար։ Հենց այդ միջավայրն է պետք ստեղծել, որպեսզի դա զարգանա, եթե առաջ միջավայրը այն ա եղել, որ պետք էր հավաքվել ինչ-որ ուտել խմելու թանգանոց սեղանի շուրջ եւ մենակ խզում ուտել խմել, հիմա կարելի է չէ ինչի նստել ինտելեկտուալ խաղալ գործարարներով կամ նստել բիզնես իդեաներ կամ մեկի բիզնեսի վերլուծություն անել։ Բայց հեշտ են կոտրվում այդ գործարարի կերպարներին հավատացողային իրանք ավելի հաճույք են զգում, այնպես չի գիտեք, որ գործարարների մեծ մասին հաճելի է իրականում այդ բանը անելը, որտեվ գիտեք ոնց է մտածում են ճանապարհը դա է, հա։ Մտածում են նա է, երբ որ դու տեսնում ես որ չես sense ճանապարհել կա, իրանց էլ է շատ հետաքրքիր, շատ ավելի լավ էլի։ Ավելի էժան։ Ավելի հարմար, ամենևին ավելի հարմար էլի, երբ այդպես բաներ ես փոքրիկ շեղվելով մի հատ դեպք պատմեմ, ընկերս ասաց sense շուրտեր են գնում հանդիպման, ոստոպերետի, բայց փոխվեց մի հատ, ասում եմ ինչի համար, դե ես իմ ասաց sense ոնց որ կարևոր լուրջ հանդիպման են գնում, կարևոր տենց մեծ հարուստ բիզնեսմենների հետ ասում եմ դու էլ հասել ես ինչ-որ մակարդակի, դες ասում ես հասել եմ մակարդակի, որ ինչի համար եմ ցկտել հասնել ինչ-որ մակարդակի, որ ես փորձեմ անել հակնել են, ինչ ինձ հարմար է։ Ես չեմ եկել ինչ-որ մակարդակի, որ հակնեմ են ինչ-որ դիմացինին է հարմար, աչքին լավ երևում, հակառակ ես եկել եմ դրան, որ ինձ հարմար է ոտազով գամ, ու դրա համար ուզում եմ ոտազով գամ, որտեղ ոտքերս ցավում է, իսկ sense լավ եմ զգում, իսկ թեթև եմ զգում։ Ում եմ ինչ ցույց տալու, այսինքն ստեղ է կարևորը, որ հասկանում ես, որ ձգտումը չէ, մեր բանի համար միշտ մեր համար այն թվերին շատ sense տարօրինակ էր Ջոբսը երկրորդ մայկա չունի, միշտ մի մայկա կարող ես Այնինչ այդ պարզվում է, որ որոշումներ օրինակ կայացնելու առումով շատ հեշտ է նույն բանը հակնել, քան ամեն օր ինչ-որ բան առնել է, ես տենց հիշում եմ, որ բանարից հետո հասկացա չեմ, այստեղ ճիշտ չեն հասկանա, որ նույն շորից նույն շալվարից 5 տարա Ցուկերբերգներ էր, չէ՞, այդպես անում։ Արա ու տենց մի քանի օր իրար հետևից հակա դու հասկացա թարսում նայեմ, ասին առաստավալը հակնում, ասիլա փոխվենք դեռ։ Կուզեմ մի փոքր կիսվեք նաև ձեր անձնական փորձառությամբ, սխալների արդյունքում համարում եք դա ուսման վարձ, որևէ շուկա ուսումնասիրելիս, թե ամեն դեպքում էմոցիոնալ մակարդակով միշտ ցավ եք ապրում եւ աշխատում եք չսխալվել։ Չէ, ես այդ օրինակը վերջերս շատ եմ բերում, որովհետև թարմ է ինքը, ամիսներ առաջ էր երբ ընկերս եկավ, երիտասարդ ընկերս ու մոտ բիզնեսները լավ ստացվում են, ինչ ձեռնարկել էր, լավ ստացվել էր ու մի բանը ոնց որ չստացվեց գործերից մեկը, մի 5-6 ամիս տանջվելուց հետո ոնց որ հասկացա, որ այդ մեկը չի ստացվում, նեղված եկավ իմ մոտ, որ խնդրում եմ օգնես, որ ես էլ չսխալվեմ, ինչի սխալվեցի, ու ես գիտեմ ինքը որտեղ է սովորել, ինչքան ժամանակ կա ծախսել եւ ինչ գումար, ասում եմ դու սովորել ես տեղ, այո 5 տարի, ասում եմ օքեյ, ասում եմ այսքան գումար ես տվել, դու ձախողել ես, ոնց որ ասում ես բիզնեսի մեջ ես ձախողեցի, ասում եմ չէ, դե սովորել եմ, ասում եմ իսկ ես 6 ամսվա մեջ դու ինչ որ բան
ասես նայում ահա ոչ չեմ սովորել, ես արդեն էսի գիտեմ, sense կանեմ, ես բիզնեսում եմ, sense ասում դու ոչ միայն սովորել ես ի տարբերություն բանի, այլ դու պրակտիկա ես անցել նաև։ Ի տարբերություն թեորիապես 5 տարի սովորել եմ, որտեղ դու 5 տարի ժամանակ ես կանցկացրել եւ ֆինանսեր ես ծախսել, այստեղ 6 ամսվա մեջ ֆինանս ես ծախսել եւ սովորել ես։ Ուղղակի այդ բիզնեսը սկսելուց հենց պետքա ամենակարևոր բանը այն է, որ ոնց որ ցանկացած պարագայում է դա գործում, որովհետեւ 100%-անոց բիզնես գոյություն չունի, միշտ ունենալ պլան B։ Ինչա դա նշանակում, եթե ձեր բիզնեսը չստացվի, հանկարծ չձեռնարկել մի բան, որ դուք գնացել եք վաբանկ։ Այսինքն, եթե դա չստացվեց, դուք կործանված եք, ամենասխալ բանը, որովհետև եթե դա չստացվեց, դուք կորցնում եք ինչ-որ բան, բայց ոչ ամեն ինչ, ամենակարևորը, կորցնում եք ինչ-որ բան, ժամանակ կլինի, գումար կլինի, ինչի տեսքով կլինի, բայց վերականգնելի։ Այսինքն, եթե դուք օրինակ պլանավորում եք, որ մի հատ բիզնես եք սկսում ու դա արդյունքը պետք է տեսնեք ստացվել է, թե չի ստացվել 50 տարեկան եք, 50 տարի հետո այդ բիզնեսը մի սկսեք պարզապես, որովհետև կստացվի, որ հանգարց չի ստացվել, դուք էլ ժամանակ չունեք նորից փորձելու, կամ եթե դուք ունեք օրինակ $100,000 գումար գնաք վերցնեք, մի հատ էլ 100,000 պարտ վերցնեք ու 200,000-ով սկսեք, ինչի դեպքում հանգարց չստացվելու դեպքում դուք ամբողջապես վարի եք ու ոչինչ բան չունեք, ավելի լավ է փորձեք մինչև 100,000, 90,000-ով ինչ-որ բան ձեռնարկել, ունեք $1,000 մինչև $900 ձեռնարկել։ Այսինքն ինչ-որ մի բան, որ չստացվելու դեպքում հա մեծ կորուստ ունեցաք, բայց դա կորուստ չի, ինչ-որ փող տվեցիք եւ սովորեցիք, հիմա այն 100-ով արդեն լավ սովորած դուք կարողանաք փոքր գումարով հաստատ արժեք ստեղծել, որովհետեւ դուք արդեն ունեք այն բազան սովորած, որը չունեիք ի սկզբանե, այն փորձառությունը, որը չունեիք ի սկզբանե։ Սա շատ կարևոր է, այդ մեր բանն է, հիմնական նաեւ այդ խնդիրն է լինում, երբ որ մենք ասում ենք դե 100% բիզնես գոյություն չունի։ Այդ միշտ պետք է հիշենք, որ 100%-անոց բիզնեսը դա բիզնես գոյություն չունի, պարզապես հենց ասենք ու անցնենք առաջ։ Հետևաբար պետք է դա ռիսկերը ճիշտ գնահատել եւ սկսելուց ունենց սկսել, ոնց որ ասում եմ, ձեր ոտքերը մեկնել ձեր վերմակի համապատասխան, որ չստացվելու դեպքում չստացվի, որ դուք պետք է գնաք ձեզ մոստից գցեք, չստացվեց, օքեյ, չստացվեց, մեր մոտ շատ բաներ ա եղել, չի ստացվել, բայց ես համարում եմ, որ ես այդ գումարը կորցրել եմ, օքեյ, ես կորցրել եմ, բնականաբար կորցրել եմ, բայց այդ կորցնելու արդյունքում ես չեմ կորցրել ամեն ինչ, հակառակը փորձ եմ ձեռք բերել, այսքան կորցրել եմ, այսքան, բայց այսքան էլ ինֆորմացիա եւ փորձ եմ ձեռք բերել, ու այսքանով արդեն այն ժամանակ այսքանով չէի կարողանա անել այս գումարի մեծ գումարի չափով։ Հիմա կարող շատ փոքր գումարով շատ ավելի արդյունավետ անել այդ ամեն ինչը, որտեղ ես փորձ ունեմ, արդեն գիտելիք ունեմ։ Այսինքն ձեր առաջարկած մոդելով ռիսկը մեծացնենք նաև ֆինանսի հետ, ֆինանսական աճի համահունչա, չունեն ռիսկի տակ չդնել ամբողջը, որ հետո ոչ մի բան չստացվելու դեպքում ընդհանրապես բիզնեսն էլ կարող մի քանի մոդելով է, չէ՞, ինքը զարգանում, կարող լինի մեծ գումարով դուք սկսում եք ավելի շատ research մեծ գումար դնելով, եթե մեծ գումար չունեք, դնում եք մեծ էներգիա, ջանք եւ ժամանակ։ Իրանք փոխարինում են իրականում, որտեղ միշտ որ ասում են տակ տեղից է ձայնդ գալի, ասում ես սկսել եմ $100 բիզնեսը, հայտնի կնոջս մատանին վաճառելով, բայց այդ ժամանակ է դա եղել, դրանով եմ սկսել։ Եթե ես այդ $100-ից վաճառելուց բացի մտածեի, որ սպասի բնակարանում անելու փոխարեն, արի գիտես բնակարանից չեմ, մի անգամից սկսեմ տարածք վարձակալելուց, ոչ թե բնակարանից մեջ խոհանոցում անեմ։ Հա, միգուցե մի քայլ արագ գնայի, այդ լրիվ կարող եմ ընդունել, որովհետև ինչ ստացվեց, ես ստացվեց մի հատ բնակարան, հետո իջա իմ գարաժը, գարաժից գնացի տունս վաճառեցի, երկրորդ տունը առա ավելի մեծ, միգուցե ես վերցնեի ավելի մեծ տարածք, ավելի լավ ստացվեր, բայց այդտեղ հարցը ինչ ուներ, եթե չստացվեր, ես ընկնում էի մեծ պարտքի տակ մի անգամից, եթե չստացվեր, ստեղ ինչ էր լինում, կորցրել էի ամուսնական մատանին, կար կնոջս մատանին, իմը կորցրել էի, մի հատ էլ կնոջին ես կփորձեի։ Այսինքն սա է գաղափարը, այսինքն չէի կորցրել էի մեծ բան էի դրել, բայց ամեն ինչ չէի կորցրել։ Չէի վերցրել մի հատ։ Մեր հիմնական բանը, որ մարդիկ տենց 100% վստահությամբ գնում մի հատ պարտքի տակ են մտնում, որի տակից հետո չեն կարողանում դուրս գալ ու տարիներով անընդհատ փորձում են դա փակել։ Վերցրեք այն ռիսկը, որը չի կործանի ձեզ։ Կտանի ձեզնից բնականաբար ռիսկ առանց ռիսկի ոչ մի բան էս դարում չկա, բայց չի տանեն ամբողջական բան վիճակի, որ դուք կամ ես կամ են կողմ, սա ամենավատ բան չի, ապրում եք մի կյանքը կամ ես կամ են կողմով բիզնես անելը իմաստ չունի։ Իսկ ֆինանսների կառավարման ինչ մոտեցումներ ունեք,
ներդրումներ, արժեթղթեր, գուցե բիզնեսներում։ Ընդհանրապես ամենափոքրից ասեմ, որտեղ այդ արդեն արժեթղթերի շուկա որ հասակ, այդտեղ արդեն լրիվ ուրիշ գործիքա կազմա շատերին կարա դա չի հետաքրքրի, այն ամենասկզբից այն ամենափոքր բանով, երբ որ մենք ես օրինակ անում գնում էինք ապրանք էինք առնում անի այդ գում շուկա կար, գումի շուկայից մենք ապրանք էինք առնում եւ բերում էի վաճառում էի Կոմիտասում կանգնում էի փողոցում ապրանք ասելով կանաչի, չգիտեմ, մանդարին, ինչ-որ վարունգ, առնում բերում գյուղատնտեսական ապրանք, այնտեղից առնում էի մի 3000-4000 դրամ փող կար, գնում առևտուր էի անում, բերում այնտեղ կանգնում վաճառում էի, աշխատեցի 1000 դրամ, այդ 1000-ից 300 դրամը համարում էի իմը չի, 700 դրամով էի ապրում այդ 300-ին ընդհանրապես չէի կպնում, որտեղ եթե դուք ունեք այդ սկզբնական մոտեցումը, որ կապիտալ ստեղծելու, դա ձեր փողը չի, երբ որ ինձ ասում են հիմա նույնիսկ ասում են, այս ինչ բան արի ստեղանենք, ասում են փող չունեմ, զարմանում են, ասում են ոնց փող չունեմ, ասում են դե անձնական էս բան չունեմ, դա նորմալ է, որ անձնական ես գումար չունեմ։ Դե հիմա քո համարա մի կյանք ես ապրում, հա էլի իմ համարա, բայց եթե ես հիմա ֆիրմայից հանեմ, մի հատ պրինցիպ մտցնեմ, որ ես իմ համարը ֆիրմայից ցանկացած պայքարում, ցանկացած գումար վերցնեմ, այս մեր հիմնական այդ խնդիրներն է։ Ես ունեմ, ասում եմ, սա ֆիրմայի գումարն է, այսքան տոկոսը ֆիրմայի զարգացմանն է, սա իր մեջի գումարն է, այս էլ նոր իմ անձնականն է, այսի կգա այս ավելցուկը, ես կգա, ես կծախսեմ, ինչքան կգա, այդքան կծախսեմ, չի գա, չեմ ծախսի։ Այս մոտեցումն է, որ անձնականը ֆիրմայի բիզնեսի հետ խառնում են, որովհետև ես այդ ժամանակ, երբ որ տենց սկսեցի բան անել, հաջորդ քայլին տեսա, որ չէ, արդեն գումար եմ հավաքել, կարամ ոչ թե գումի շուկա գնամ, այլ գնամ Վրաստանից բերեմ այդ ապրանքը։ Իսկ կողքից վաճառողը մնաց այդտեղ, հետո գնացի Վրաստանից բերեցի, հետո տեսա, չէ, կարամ արտասահմանից պատվիրակեմ։ Հետո ավելի մեծ, այսինքն էսա մոդել էլի ու սկսեցի նաև սովորել, այսինքն այնտեղ անել այսօր բան եմ հիշում, որտեղ մի քանի տարի առաջ էր ես տեսա այդ ընկերոջը սովոր, որ կողքում կարտոֆիլ էր վաճառում իմ հետ, հիմա էլ չկա, մի քանի օր առաջ գնացի, դու քանդել են այդտեղ սիրուն բաներ են դրել, վերացրել են տաղավարներ դրված, այն ժամանակ գետնի վրա դրած վաճառում էին, բայց տարիներ առաջ, այսինքն մի 15 տարի անցել էր, դեռ ինքը տեղ վաճառում էր։ Եվ այդտեղ որ տեսա իրան, ինքը այսինքն նույն ձևով վաճառում է, ես այդտեղ որ վերցրեցի, այդտեղ արդեն ինձ նույնիսկ սկսեցին ճանաչել, որովհետև սկսեցի սովորել, օրինակ նույն այդ արքայախնձոր կառալոկ կոչվածը, սկսեցի խորանալ ոնց անում, որ չի խեղդում, ինչի չի խեղդում։ Պարզվեց շատ հեշտ է իրան հասկանալը ոնց է, բայց ես սկսեցի սովորել, այդտեղ բոլորը ճանաչեցին։ Վերջերս մի հատ տատիկ բաներ անում տղաջան վերցրա, ես լրիվ չխեղդողա, մի հատ խեղդող գտնես ձրի կտա, ասում տատի տենց մի ասա, հեսա վերցնում եմ մեկը, չէ, մի հատ գտնես ձրի, ես հստակ տեսնում տատին է լավն է, այս ամբողջ շարանի, բայց երկու հատ խուրմա կա մեջ էլ, ու խուրմա էլ չի, կեսը խեղդող է, կեսը չի, ասես կտրեցի, նստավեցի տատին, ոյ տղաջան դու վերցրա, անվճար ասի, անվճար չեմ վերցնի, տատի ջան, ես էլ եմ այս գործից արել, նենց որ բան չի, ասում եմ, բայց լավ է, քոնը իսկապես լավն է, բայց այդտեղ արդեն բոլորը ինձ ճանաչում էին, ինչով, որտեղ հատուկ գալիս էին ամբողջ այդ Կոմիտասի այդ հատվածից իմ մոտից կառալոկ տանելու այդ սեզոնին, ու ես կարողանում էի թանկ վաճառել, ինչի էի կարողանում թանկ վաճառել, որտեղ լավն էի տալի, 100% գարանտիա էի տալի, որ չի կարա մի հատ խեղդող լինի իր մեջ։ Ինքը մանրուք է, իհարկե մանրուք է, բայց այդ ժամանակվա համար մեծ բան էր, ինչով ես կարողանում էի ոչ թե 10 դրամ աշխատել ոնց որ բոլորը, այլ 10 դրամի տեղ աշխատել 50 դրամ, նաև ոչ թե 5 կիլո վաճառել, այլ 50 կիլո վաճառել։ Ու տենց կամաց բոլոր բիզնեսների մեջ մտնելով, փորձելով ավելի ազնիվ լինել եւ որակի ու հեռուն նայելով, մեր հիմնական բանը, որ մարդը հեռուն չի փորձում նայել, էլի փորձում այս բան կպցնել էլի, ինչպես կպավ էսի լավ է, կպավ, բայց ինքը չի նայում հեռուն էլի։ Այստեղ պետք է նայել հեռուն եւ հեռուն նայելու դեպքում սկսում է քեզ արդեն քո անունը եւ քո բանը հետ վերադարձնել, այսինքն դու այն ժամանակ տանջվել ես անվանդ ստեղծելու եւ այդ անունդ ու բրենդդ ստեղծելու վրա, հետո անունդ եւ բրենդդ սկսում է քո համար աշխատել։ Ճիշտ է։ Եթե դու սկզբից ընկած խնդրում ես մարդուն, որ քո մոտ ներդրում անի, էս անի, հիմա հակառակը մարդը ասում է, ինչ անեմ քո հետ, ինչքան փող տամ ես, հիմա որ ինձ ասում ես, փողի խնդիր չունեմ։ Ինչի ես չունեմ, որտեղ ցանկացած պահի ես կարամ ինչքան պետքա գումար հավաքեմ, բայց այդ հավաքելը պետքա բան չլինի, ես մարդուն չխաբեմ ամենակարևորը, հասկանամ ինչի մեջ եմ դա ներդնում, դա համար մարդկանց ասեմ, եկեք ես ինչ գործ անենք։
Իսկ առաջիկայում ինչ նպատակներ ունեք, որ դեռ չեք իրականացրել, անձնական ու աշխատանքային։ Նո աշխատանքային երևի թե սպային կենտրոնացած է հյուրանոցային բանը, որովհետև շատ կարևոր է ու շատ ամբիցիա, շատ հավես է, որովհետև ինքը սպային դառել է տենց բանի մեջ գերնպատակային, որովհետև շատ ամբիցիոզ է իրականում, որ դառնա մի քանի միլիարդանոց կամպանիա ու հայկական հյուրանոցային ցանց ստեղծվի, դա շատ հզոր կստացվի, Աստված առաջ, ինչպես ասում են, անձնական էլ արդեն իմ ձեռքը չի, երեխեքից ձեռքն է, ինչ շատ թորնիկներ տան, ես ուրախանամ։ 3 թորնիկ արդեն ունեմ։ Իսկ որպես պապիկ, ինչ պապիկ եք, թորնիկներից ինչ գնահատանքներ եք լսում։ Այդ իրանց կարծնեք։ Շատ լավ, շատ հաճելի է իրանց հետ շփվելը, շատ հետաքրքիր են, շատ մաքուր են ու շատ լավն են։ Այն գիտեք ինչն էր մեկ էլ դուր գալիս ձեր մտածողության մեջ, որ խոսքի ընթացքում նշեցիք, որ փող են առաջարկում, ասում եք ինձ պետք չի, հերիք է, այդ բավարար լինելու զգացողությունն է, էլի ոնց եք եկել, որովհետև մարդիկ միշտ անընդհատ էլի ինչ որ բաներին են ձգտում ու շատ հաճախ միայն փողի ուղղությամբ։ Դե այստեղ գլխավորը եւ անա կյանքի նպատակ դնելն է, երբ որ դու հասկանում ես քո կյանքի նպատակը որն է, ինչի համար ես դու ընդհանրապես ծնվել, ինչա քո առաքելությունը, ինչի համար է նպատակ, եթե դու կյանքը չհասկանաս, չվայելես, փողը ինչ ես անելու, ինչ ես տանելու։ Մի բան կա, դու 100% մատերիալնի, այսինքն շոշափելի որևէ բան հետը չես տանելու։ Եթե ինչ-որ բան տանես, դա հոգևոր է լինելու, բացառված է, այդ մեկը աքսիոմա է ալի։ Հոգևորի մասով այդտեղ լիքը խորանալու եւ մտածելու բան կա, թե դու ինչ կարաս քո հետ տանես։ Այստեղ է որ պետք է մտածել եւ խորանալ, ինչ արժեքներ ես ստեղծում եւ ինչ ես անում ու քո հոգու ներսում ինչքանով ես հոգիդ խանգիստ եւ ինչքանով ես դու հոգևոր կյանքով ապրում, քանս թե մատերիալն է։ Մատերիալը պետք է ոնց որ ապավի քո հոգևոր կարգավիճակը, որ դու հոգևորում լավ ես գաս։ Իսկ մեր մոտ հակառակն է, դու անդադ հոգեկան վիճակդ լարված վիճակում որ շատ փող աշխատես, հանուն ինչի։ Մի տեսակ աշխատանքին ստրկացած անընդհատ, որովհետև վերջի այդ քո ստեղծած այդ գումարը, այդ ամբողջ այդ գումարից ոչ մի կոպեկը, ոչ մի գրամ ոսկին, ոչ մի գրամ տունը, պալատը, չգիտեմ, այդ լավ մեքենա, հետը չես տանել։ Անկամ քեզ քո մարմինը չես տանելու քո հետ։ Այսինքն այստեղ պետք է հասկանալ ինչն է գնում, միայն հոգին եկեք, ուրեմն այդ ուղղությամբ։ Իսկ այդ ուղղությամբ հասել եք ինչ որ կետերի։ Այդ մի քիչ խորը թեմա է դա։ Այդ մի քիչ իմաստեղ այս վերջի 2 րոպեին բացվելու թեմա չի, մի քանի ժամանակ թեմա է։ Շատ լավ։ Եթե ձեր բիզնեսը որևէ մեկը ընտրենք, որը կուզեք հյուրանոցային ցանցերից կամ սննդինը խոսել իմանար, ենթադրենք մարդ է գլեզուն, ինչ կպատմեր ձեր մասին։ Ես չեմ կարող ասեմ ինչ պատմել, բայց կարևորը պետք է առնվազն գոնե ասելն է, որ ես իրանց մասին այնքանով եմ մտածում, ինչքան ինձ իրան պետք է, ոչ թե ես ոնց է բիզնեսին ես նայում եմ շատ հավես, այնքանով ինչքանով ինքը հավես է, ինքը բավարարում է իմ կարիքները, բայց իրանից երբեք կախման մեջ չեմ լինում։ Այսինքն ինքնանպատակ չի, որ դա պետք է, բայց ինքը հավես է։ Ես դրա համար անում եմ այն բիզնեսները, որոնք հավես են։ Երբ այս բանի պատճառով այս ռուս-ուկրաինական պատերազմի սանկցիաների պատճառով շատ բաներ, ընկերներ, քանի որ գիտեն կապերը թե Ռուսաստանի, թե ստեղի կապերը, թե դրսի ինչ-որ ապրանքներ բերել օրինական ճանապարհով, բերել Հայաստան եւ ուղարկել Ռուսաստան մեծ գումարներ կմնար դրան բանում։ Ես հրաժարվում եմ, իրենք զարմանում են, այսքան 100,000 կմնա, այսքան միլիոն կմնա, այս կմնա, ասում եմ եւ ինչ եմ ես դրանից շահում, մի տարի տանջվեցի, մի քանի $100,000 ավել աշխատեցի, ինչ եմ անելու ես այդ գումարը։ Կստացվի 2 տարի կյանքիս մեջ ինչ-որ հավելյալ նոր ներվատրյուկ կաներ, բան ոչ մի know-how, ոչ բան առած ախեցի։ Ինձ հետաքրքիր չի, զարմանում են, ասում հետաքրքիր չի, իրականում հետաքրքիր չի։ Բայց հիմա ինտերնետ գալիս մի հատ sense նոր սուրճ ենք հիմա բանանում, որը սուրճ է, մտածում ես հաստատ այդ վաճառքի այդ գումարները չի բերելու, բայց ինքը know-how է այնքանով, որ ինքը shake-wake, ինքը իրան մեր գիտական բանով լորեցի մի շատ հետաքրքիր գյուտարար հայտնագործել, պատենտավորել այդ տղան ու
իր էֆեկտը նա որ այդ բանը պետք է թափարես, խառնվի իրար, սուրճը ջրի հետ դառնա սառը սուրճ ու դրա պատճառով այդ իր հայտնագործության պատճառով իր մեջ քիմիկա չկա։ Ինչքան հավես ու կայֆ է, ինչքան լավ է։ Ու այդ ես որ լսեցի, ասացի ներդրում անում եմ ստեղ։ Իհարկե անում եմ, ինձ հետաքրքիր է ու հիմա բրենդավորում ենք, շուտով մի ամսից կմտնենք շուկա։ Ընտիր։ Քաղաք սկսելու արդեն Այո, sense պատմում եք էլ հիմա sense մեծ ողջավորություն կա։ sense բաներ եմ անում, չեմ գցել, կոֆե եմ թափարում։ Շատ լավ։ Եվ մեր բանի ոդքասթի վերջում փոքր խաղ ենք խաղում։ 3 փաստ եք ասում ձեր մասին կամ պատմություն, 3-ն էլ անհավանական, 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Ու մեզ դիտող լսողները փորձում են մեկնաբանությունների դաշտում գուշակել, որն էր սուտ պատմությունը։ Իսկ ովքեր մեզ միացել են ամսական բաժանորդագրությամբ, իրենց կադրից դուրս այդ հատվածը կնկարենք եւ կուղարկենք։ Տարիներ առաջ երբ որ բանենք, մենք 4 ընկերներով գնացել էինք Գորիս, այնտեղ ընկերոջս տանը հանդիպան էինք, այտենց զրուցից նոր բիզնես էինք ուզում սկսենք ու ամեն մեկիս մոտ էլ այտենց դժվարություններ կար, չէր ստացվում ինչ որ բաներ էսեր լինում, այտենց զրուցեցինք, ես մեր ընկերոջ պապը ասեց, ուզում եք այնց անեմ ստացվի, զարմացած ասինք լավ էս ինչ ասում պապին, ասինք պապի ջան, ես ինչ ես ասում, ոնց կարա տենց բան, ասես տեղ կա, եկեք ես ձեզ գնտանեմ։ Հանգանք պապու հետևից տարավ գյուղից դուրս եկանք, մի հատ sense թեքոտ լեռնային տենց հատվածում էր։ Ասեց ինչ ցանկություն ունեք, այդ ցանկությունը պահեք, մի հատ դրամական մի միջոց շպրտեք ուղղակի այդ ձորի մեջ։ Դե իմ ցանկությունը այդ բիզնեսը, գործարարությունը Հայաստանում նոր սկսել էի նոր այդ բանով այդ ստացվելներ, ես հանեցի այնտեղ 200 դրամանոց կոպեկ էր մոտս, ցանկությունս պայացի, շպրտեցի, այն ընկերս Ռուսաստանից էր եկել, իր մոտ ռուբլի էր, ինքը ռուբլին շպրտեց, այն մի ընկերս մոտը մի հատ $1 կար, Հայաստանում էր, բայց $1 էր որպես բան պահում մոտը, այդ $1 շպրտեց, այն մի ընկերս էլ ասեց, ինձ այս ինչ բան հեքիաթների եք հավատում, ու տենց ինքն էլ ոչ բան չշպրտեց, անցան տարիներ ու հետաքրքիր վերլուծություն եղավ, ես որ դրամ էի շպրտել իմ բիզնեսը շատ լավ դրամ 5-6 տարի առաջ էր որ հավաքվեցինք այս բանը ուսումնասիրելու, ես որ դրամ էի շպրտել իմ գործերը այստեղ շատ լավ տենց աճել են, այն ընկերս որ դոլարը շպրտա Ամերիկայում շատ ուժեղ բիզնեսմեն է դառել, այն մեկն էլ Մոսկվայում, իսկ այն որ չէր հավատացել, պարզապես հիմա իր համար տենց մեկի մոտ աշխատում է, էլի յոլա է գնում, այսպես վիճակով է։ Հիմա երբ որ ասում են ինչ-որ բաներին հավատում ես, ասեմ չհավատամ, այս դեպք մեկ։ Դեպք 2, հա։ Դեպք 2-ը որ գնացինք բան, գնացինք մենք մի քանի տարի առաջ գնացինք Երուսաղեմ, գնացել էինք Իսրայել ու գնացինք Երուսաղեմում Բեթխեմ, Երուսաղեմ չէ Բեթխեմ, այնտեղ մտանք Քրիստոսի գերեզմանները, որ գնում էինք, մենք գնացել էինք իրականում այնտեղ կնոջս ոդկը ծունկը խնդիր կար ուսումնասիրելու, ցավում էր, կաղում էր, հետո որ ասենք գնանք, ասես դե այնտեղ աստիճաններ կա իջնելու բան, դա ասի եկել հասել ենք այդտեղ ոնց կլինի, չգնանք, ասես լավ դժվարությամբ լինի կգնանք։ Գնացինք մտանք գերեզմաներ դուս ենք եկել ու ոդկի ցավը անցել է։ Ընդհանրապես այդ օրվանից հետո իր այդ ոդկի ցավը այդ օրը հետո հենց հաջորդ օրը բարձացել ենք բանը, դե կողքի լեռներն են քայլել, էս ենք արել։ Դա էլ երկրորդ պատմությունը, մի հատ մնաց պատմում։ Ու բարձի երկրորդը սուտեր։ Երրորդ պատմությունը, մի րոպե։ Երրորդ պատմությունը։ Պատմեմ, որ հետաքրքիր լինի։ Հա, պատմեմ, թե իմ համար օրինակ աշխարհում ամենահետաքրքիր վայրը, այսքան մոտամենը նայեցինք, ընկերոջս հետ էինք նայում 57 երկիր եմ այցելել, ու որ հարցրեց 57 երկրից որն է ամենահետաքրքիր եղել, ես պատասխանեցի, որ ամենահետաքրքիրը
եղել է Սիրիան, Սիրիայում այցելել էինք Մալուլա քաղաքը, գյուղը, Մալուլա գյուղում այցելեցինք ընդեղի եկեղեցին եւ այդ եկեղեցում այդ գյուղում ընդհանրապես խոսում են բանով արամերեն Քրիստոսի լեզվով աշխարհի միակ տեղն է որտեղ խոսում են Քրիստոսի լեզվով այնց երևի ոչ մեկ դրա մասին օրինակ չգիտի չէ Փարիզի աշտարակի մասին բոլորը գիտեն բայց դրա մասին ոչ մեկ չգիտի բայց էմոցիոնալ մասով ինքը մի քանի 100 թե 1000 անգամներ ավելի շատ էմոցիա է տալի, այստեղ նաև այդ PR-ը որ չկա, իրանք չկան, են չեն կարող այդ վաճառք կանեն, այդ երկիրը չի կարողանում ինչ որ ֆրանսիացին անում կամ ինչ որ իտալացին անում, դա մի հրաշք տեղ էր եւ եկեղեցում մեզ մի աղջիկ եկավ, բան արեց, չթողեց նկարեմ, ասեց չէ, խնդրում եմ մի նկարեք, պարզապես վայելեք եւ արամերենով աղոթք կարդաց մեր համար այդ աղոթքի պահը իրականում դու ոնց որ կտրվեիր աշխարհից լրիվ ուրիշ բան էր դա այդ բոլոր այսքան տեղեր աշխարհում պատտվել եմ բայց երբ որ ասում են ամենահետաքրքիր տեղը միշտ առաջինը գալիս է Մալուլան ցավոք այն բաները որ մտան էքստրեմիստները որ մտան առաջիններից մեկը ջիհադիստները որ կան իրանք ջարդեցին հենց այդ գյուղի կոտորեցին մորթեցին հենց այդ գյուղի հոգևորականներին եւ բանին ու երբ որ մեզ ինձ ասում էին արդարության կամ բանի կամ ես ինչի մասին ասում եմ ամբողջ քրիստոնեական աշխարհը լռում է այս պահին երբ որ չգիտեմ Քրիստոսի լեզվով խոսացող միակ քաղաքում միակ գյուղում որտեղ ես եղել եմ այսօր սպանում են մարդկանց ու ոչ մեկ բան չի անում այսօր sense մի հատ հետաքրքիր պատմություն տպավորություն թողած Շնորհակալություն Բակուր լավ զրույցի համար Շնորհակալություն